Նաև Իրինակ բանասի ձերտերը Հանդի որ ներկայացել են նկարներ սկսենք նկարների Պարսակնությունը, հրավիրին նկարներից ներս Երևի ոչ ոստիկանության աշխատակիցներից սկսենք, կամ դուք ժամանակային առումով խնդիր ունենանք Ձեր անազգան հայրանն է։ Մարիկյան Բախշու Սեյրան։ Անձահաստատող հաստատ ունեք ձեզ մոտ։ Այո։ Ներկայացրեք։ Ներկայացրեք անձահաստատող հաստատում, հետազոտվեց, վերադարձվում է ձեզ, դուք դատարանավորել եք հարցաքննության ոլորտից մկավ, ունեք իրավունքներ և պարտականություններ, Մասնապես իրավունքների դատարանը հաստահանիքների դրանժույսում դուք կգրվեք, իրավունքների ցուցկայքից այսօր համապատասխան փաստաթղթերից, ցանոթան դատականիցների արտահայտության նաև մասնավորով վերաբերել է ձեզ, ունեք պարտականություններ, դատականիցների դաշտում պահպանեք կանոն, տաքսուցմունք, նաև դատարանը բացառում է, որ ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեականների 503 և 504 թվականների սահմանված կարգով, նաև դատարանը բացառում է, որ եթե կհնչեն հարցեր որոնք ողջամտորեն կարող են վերաբերել ձեզ կամ ձեր մերձարարականներին, նաև կարող չպատասխանել։ Բարձր։ Հիմա ներկայացնեց արձանագրություն, այն բարձրաձայն կարդում եք, որ ստորագրում։ Ես Վարշավյանի Մարիկյան Սկանսվալիչնոր Լորո Մազարաչին Հացյանի Թավանցյան Տատանի թիվ լետը ռոբ 0656 ռոբ 01 ռոբ 25 իրական գործով կզգա պարտավորում են ցուցմունք տալիս ասա ճշմարտությունը, որ ճշմարտությունը եւ չասել է ոչինչ բացի ճշմարտությունից։ Ստորագրեք։ Ուղղակի ցանցագրով բարձ է ինչ հաղորդի շրջանակներում եք հրավիրում հասարակության։ Ձեզ բարձ է հասկանալի է Սույն վարույթի շրջանակները որպես վերաբերյալ ներգրավված է Գարանյա Հովհաննիսյան, ճանաչել եք վերջինս։ Ճանաչել եք հարաբերություններ։ Չէ, որպես բնակիչ, որպես բնակիչ։ Որպես դժոխք ներգրավված է Էրիկ Եղինյանը, Եղինյանը ճանաչել եք։ Ճանաչում եմ։ Որպես նույնպես որպես բնակիչ։ Որպես բնակիչ, այսինքն բաց է, երկու կողմերից որից է այլ հարաբերությունները հատկա չեն։ Շատ լավ, նաև դատարանը տեղեկացնում է ձեզ, որ տեսաձայնագրվում են նաև, բայց դատարանը թույլատրել է Եղինյանին, որպեսզի ինքը իրեն փաստացի տեսագրի եւ ձեզ չի տեսագրում, որից է խնդիր տեսնում եք նաև դարձած։ Շատ լավ։ Այդ դեպքում հարցերի միջոցով սկսենք, քանի որ ձեր միշտ օրցուն է եղել։ Եղինյան, հարցերի միջոցով սկսենք հարցաքննությունը։ Հարգելի վկա, խնդրեի պատմեք, թե միջադեպի ժամանակ, որին այլ դուք եկաք անհատոց եղել, այդ ժամանակ ինչ եք տեսել եւ ինչ եք տեսել եւ ձեր խոսքերից հետո ես ուղղեմ նաեւ իմ հաջորդ հարցերը։ Ռոզանգով մեկնել են ուշացածը, ում կողմից էր ասում։ Ձեր կողմից։ Մեկնել եմ ապոտակրատ 9-րդ շենքի բակ, անվտանգության գործողությունների ընթացքում լուքսեցիկ տեսանեկան իրավիճակը, հետո այնտեղ մի հատ փաստ ստացվեց, որ դուք կոնտակտի մեջ մտաք Գարանյա Հովհաննիսյանի հետ, ով պատուհանից է հետևում այդ ամեն ինչին ու ձեր միշտ ոնց որ վիճաբանություն սկսեց։ Միայն վիճաբանություն։ Վիճաբանություն ու նաև իր այդ ասած խոսքերը։ Ինչ խոսքեր դες։ Ում կողմից հնչեցվել, ինչ բովանդակությամբ։ Դուք մոտեցաք Գարանյային ավելի մոտ չէ, որպես ինչ որ հարցերի ունում տակ, ինքն էլ ֆորմատը որ չխոսն է իր հետ, բայց Շարունակենք։ մոտեցար ու ինքն էլ գիտեմ, թողեց դեպի հայոյանք հնչեցրեց ու այդ հայոյանքը ում կողմից հնչեցվեց եւ ում էր ուղղված։ Քո հետ էր խոսում, երևի թե քեզ էր ուղղված։ Եվ ում կողմից հնչեցվեց։ Գայանյանի կողմից։ Տեսագրության մեջ էր Իսկ երբ որ ես ահազանգ եմ տվել ոստիկանություն, դուք այդ ահազանգի շուրջ երբ որ գործողություններ կատարեցիք, արդյոք բարձեցիք, թե այդ փայտյանոթը ի վերջո ում համար է նախատեսված։ Ում համար է նախատեսված։ Ես չեմ զբաղվել այդ պատահարով, ես ընդհանրապես այդ նախնական գործողություններ եմ կատարել ու տեղյակ չեմ մնացել։
Բայց բարձվել է, հաստատում եք, որ բարձվել է ում համար նախատեսված եղել Իհարկե, բայց այս պահին տեղյակ չեք, թե ում համար։ Չէ, ես չհետագամ ես չեմ զբաղվել դրա համար տեղյակ չեմ։ Իսկ հիշում եք այն դրվագը, երբ որ դուք ավտոտնակում փայտը չափագրում եք, ես հենց այդ պահին սկսեցի նկարահանել եւ դուք դադարեցրեցիք ըստ էության չափագրումը եւ կարծում եմ ոստիկանությունը պետքա թափանցիկ աշխատի, այլ ինչը ձեզ դրթեց, որ իմ նկարահանելու ժամանակ դուք դադարեցրեցիք իմ ներկայությամբ, իմ նկարահանելու ժամանակ դուք դադարեցրեցիք ձեր կողմից փայտի չափագրումները։ Դա ինչով է այդ գործողությունը կոնկրետ Մելքումյան անվերներ կատարում ես օգնում եմ իրան ու որոշակի բնականաբար լարվածությունը ստեղծվեց, որ ինչ-որ չշարունակվի, զուտ մի պահ ես եմ ասենք մոտեցեք ես ու ասել որ գործողությունը դուրս տա, որպեսզի լարվածություն չլինի։ Այդ լարվածություն չի եղել այդ ժամանակ։ Կար, ամեն դեպքում կար գործողությունը։ Տեսանյութում հստակ երևում է, որ կոնկրետ այդ ժամանակ նավթիկային դե բնականաբար չեմ տեսավ ցիկի առաջերև այն ուշ գիտեմ հերո են գնան կաշխանվածություն կարող բարվածություն չունի ու դա էլ ու մենք չի որ տենց տևական ժամանակ անցկացել մի բառ է ընդամենը ավելի շարունակեց իր գործողությունը մենք չի որ ընդհատեց դե այդ պահին ավտոտնակում ընդհատվեց փաստացի փայտի չափագրման գործընթացը ձեր կողմից ընդհատվեց դա ինչ է կանամի Լավ, բարձրաբան է ձերին է։ Լավ, հաջորդ այդ ժամանակ այդ թերաշով տղա կար, ով փակեց ավտոտնակի դուռը։ Ձեզ ծանոթ է այդ տղայի ինքնությունը, ով այն հանդիսանում, ով որ հենց այդ փայտը բերել էր եւ Ռաֆայելն է ով Ռաֆայել Պելիվան Ռաֆայելան ազգանունն է չան Պելիվան Էվիլանով Պելիվանով Պելիվանով Գրեմ ունես Պելիվանով Այդ անձնավորությունը դուք տեղեկություններ ունեք արդյոք որևէ առնչություն ունի զինգործող մեղադրել Գայանե Հովհաննիսյանի հետ թե ոչ Այսինքն կարող ունենալ բայց դուք տեղեկություն չունեք Բայց չեք բացառում որ հնարավոր է որևէ առնչություն ունենալ Իսկ դուք տեղյակ եք ձեր կողմից հիշատակված այս անձը Ռաֆայել Պելիվանովը որտեղ է հաշվառված եւ որտեղ է բնակվում Այսինքն 9-րդ շենքում լավ աշխատաբեր թաղամասի բնակվում է թե ոչ տեղյակ չեմ Հաջորդ հարցը դուք տարիներ շարունակ եղել եք աշխատաբեր թաղամասի թաղայինը որը համայնքային ոստիկան թաղային Այո, հա, այդ թաղամասը սպասարկող ոստիկան համայնքային ոստիկան Այո Եվ վստահ եմ աշխատանքի բերումով ծանոթ եք եւ ճանաչում եք աշխատաբեր թաղամասի բոլոր բնակիչներին այսինքն եթե այս անձը Ռաֆայել Պելիվանովը բնակվելիս լիներ աշխատաբերդի 9-րդ շենքում դուք բնականաբար կճանաչեիք եւ դիմանայիք չէ՞ Պրակտիկորեն հնարավոր չի բոլորին ճանաչել մեծ ամասան գիտեմ հա բայց նույն չի որ բոլորի հասցեները հաշվառում հասցեները բնակության վայրերը ես հիշում եմ ձեր վերլուծելով ձեր խոսքերը իմ մոտ արդեն համոզմունք ձևավորեց այն մասին որ անձը Ռաֆայել Պելիվանովը չի բնակվում աշխատաբերդի 9-րդ շենքում հետեւաբար հարց է առաջանում եթե այդ անձը չի բնակվում աշխատաբերդի 9-րդ շենքում Ինչ նպատակով այդ փայտը բերել 9-րդ շենք եւ ում համար է փայտը նախատեսված։ Այսինքն ինչ-որ մեկի համար չէ բերել։ Այդ ձերի արդեն ես որ չգիտի արտասրագոր հասցնում ա ոչ մի ֆանդակում ինչ-որ նույնիսկ այդ հարցի միջոցով Արագ հարցեր մի քրտեք։ Երինա։ Հարցեր պատասխանում եք կամ հիմա ձեր հարցին հստակ պատասխան ներկայացրեց։ Դու ենթադրություն կանես Չէ, ենթադրություններ անելու համար չեք եկել, դա ընդհանրապես հստակ ներկայացեք այն ինչ որ տեղեկացված եք եւ գիտեք եւ տեսել եք։ Իսկ բացի հայհոյանքից Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված հայհոյանքից դուք Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված սպառնալիք լսել եք արտահայտություն, որ վիզիտ կփոկեմ արա, նմանատիպ արտահայտություն լսել։ Ես որ մոտեցա ես քո հետևից եկա նման արտահայտություն լսել։ Գայանեի կողմից ուղղված ինձ հա այդ տեսագրության մեջ էլ լսվում։ Որտեղ դուք դրան չանդրադարձաք, դուք միայն հայհոյանքին անդրադարձաք, սպառնալիքի մասով ոչինչ չասեցիք։ Դրա համար եմ ես հարցը ձեզ տալիս, որպեսզի հստակեցնենք։ Լավ ըստ էության այս բանին հարցեր Չունեք ասել, պոլվատորսա։ Իրեն հարցում եմ։ Հարգելի ոստիկան, Գայանեի կողմից հայհոյանքը քանի անգամ առաջացել։ Քանի հայհոյանք։ Երկու հայհոյանք։ Երկու անգամ հայհոյանք, հա։ Իսկ ինչքան ժամանակ տևողությամբ։
առաջի հայվանքին, երկրորդ հայվանքի արանքը ինչքան ժամանակ։ Իրար հետևից վերտենց բերման չի Իսկ վիզը կպոկել արտահայտությունը կամ նման սպառնալիքը քանի անգամ եղել է։ Մի անգամ։ Հարկ չկա։ Պաշտպանության կողմը։ Այն հարգելի կհիշեք կոնկրետ Էրիկ Երինյանի և Գայանե Հովհաննիսյանի ընդհանուր երբ եղավ այսպես ասած։ Այդ որ նշեցիք հայոհանքների լսել, այ Էրիկ Երինյանն ամոթեցել Գայանե Հովհաննիսյանի իրական չողամոտեցել։ Չէ, Էրիկ Երինյանն ամոթեցել, ինչ-որ տղաների հետ խոսում էր, ինչ-որ արտահայտություն արեց։ Գայանեն ամոթեցել։ Չէ, պատմանից խոսում էր, այնտեղ եկի հետ էր խոսում, ինչ-որ բան լսեց Էրիկը, չեն ֆիքսել բային ու մոտեցավ, ուզում է հստակեցնի, թե դա ում ավերատերում բան։ Երիկն ամոթեցել, կանեն բնականից դուրս չի եկել։ Այդ մոտեցրավ, որպեսզի հստակեցնի։ Դուք անձամբ լսել եք, որ ինչ-որ նույնիսկ չգիտեմ հայվան կլինի կամ ինչ կլինի, ուղղված ա եղել Գայա Երինյանում, դա լսել եք։ Ասած հա։ Միչել Երինյանի մոտենալը, Հովհաննիսյանը, չեք լսել Երինյանի հետ խոսակցությունները, դա հասարակ ուղղակի պատմանից խոսել է։ Այդ հասկացել եք, ինչ-որ Մինչև մոտենալը հայվան չի, չէ, կամ սպառնալիքի։ Այն մոտեցել է Երինյանը Հովհաննիսյանին ու այդ խոսակցությունը լսել եք, ինչ ասել Երինյանը։ Երկրից գնացել եմ։ Ինչ էր ասում Երինյանը։ Այդ ու մասին ինձ էր ասում, բանն ասավ, չէ, ինչ ես ուզում զանին գնա, ես իմ տանը խոսում եմ, հա խոսում։ Ու շարունակեց Երինյանը, թե հեռացել։ Չէ, շարունակում էր հարցեր տալ ինչ-որ։ Չէ, շարունակեց նույնը։ Բայց ամենայն դեպս Հովհաննիսյանը լսել եք, որ ասել է թողեք գնացեք Երինյանը։ Հա, ոշար չես թող գնաց դերից եմ։ Այն հրահարումն էր այսպես ասած Երինյանը։ Այդպիսի տպավորություն էր։ Այս պատանիքները կոնկրետ կհիշեք իր բովանդալությամբ։ Վիզդ կպոկեմ տենց բան։ Հովհաննիսյանը Երինյանին ասել վիզդ կպոկեմ։ Իսկ այլ բան խոսքավորություն։ Հովհաննիսյանի նշեցիք ճանաչում, չէ՞։ Այդ համենայն դեպս այդ թաղամասի բնակիչը ինչպես կբնութաբեք։ Խնդիրները առհասարակ իր հետ կապված են։ Ընդհանրապես չի եղել դրականաբնութաբերը, որևէ արտարոց չէ, չէ, ինչ-որ։ Շնորհակալություն։ Հովհաննիսյան հարցում եք Գային։ Չէ։ Այսինքն ձեր ցուցմունքից պարզացավ, որ դուք փայտարույթի հայտնաբերման կապած որոշակի ոստիկանություն գործառույթներ իրականացրել եւ այդ ընթացքում առաջացել է այս ինչ-որ պատմեցիք, ճիշտ է։ Գայանե Հովհաննիսյանը ըստ ձեզ կապ ուներ այդ փայտարույթի հետ, թե ոչ։ Չեմ կարող ասել։ Ո՞ր պահից կամ ինչից ելնելով ինչ-որ խնդիր առաջացավ Գայանե Հովհաննիսյանի եւ Էրիկ Երինյանի միջեւ, ըստ ձեզ։ Դեն պահից, որ էկոպարեկնային ծառայության աշխատակիցներ են եկել, խոսում էին, ու Գայանեն տղաների հետ պատմանից խոսում էր իրանց թաղամասի, նրանք ինչ-որ բան ասել, որ ես չեմ ֆիքսել, պայմ ինչա, ու Էրիկին երևի թվաց, թե իրան ասում ու մոտեցավ այդ հարցի պարզաբանման հետ կապված։ Հա, մոտեցավ դեպի մենք նաև տեսանյութություն ենք դասում, դեպի պատժամիջ, չէ՞, առաջի հարկումա, կարծես է Գայանե Հովհաննիսյանի կուրը։ Մոտեցավ եւ ինչ-որ պարզաբանում էր ուզում ստանալ Երինյանը, պարզաբանում էր ստանում։ Եվ երբ որ դուք գնացել եք իրենից, այդ լսել եք արդեն իսկ եւ հայոյանքը եւ այդ սպառնալիքը։ Իսկ ձեզ ինչպես թվաց, ինչ-որ Գայանե Հովհաննիսյանը այդ ամենը որ ասեց, ինչ-որ փորձում էր դուրս գալ, ինչ-որ այլ գործողություններ կատարել կամ ինչ-որ ձեռքին առարկաներ, Հեռախոսն եղել ձեռքին ու սկզբից Էրիկին ասել իրենց ձերի գնա, որ շարժ չես, տենց ես հեռախոս ունեմ խոսում, իմ տանն եմ ես, ինչ-որ առարկա ուրիշ տենց բան չի եղել որ։ Իսկ այդ սպառնալիքի հետ կապված, չգիտեմ, իրականացնելու կամ նաև ձեզ համար, որպեսզի ունակ վտանգ տեսնեիք այդտեղ, նման ինչ-որ բան նկատել եք։ Ինչպես նշեցի, ճանաչում եմ որևէ տենց Ուրեմն դուք մտավախություն ունեք, որ կարող տնես դուրս գա եւ օրինակ իրականացնի այդ չկար նամակություն։ Եվ այսինքն զուտ բարայի խոսակցություն է եղել կողմերի միջև, այդ բարային ասել է եւ դրանից հետո դադարել է այդ վիճաբանությունը, այսպես ասած։
Դե հա, հետո Էրիկը զանգեց օպերատիվ կառավարման կենտրոն, մենք գործողությունը վերջացնել ենք, հետո գնացի արդեն հաղորդում վերցրել։ Իսկ Գարանի Հովհաննիսյանն ինչ արեց դրանից հետո, ձեր տեսադաշտում էր, տուն եկավ, դուրս եկավ պատուհանից, պատշգամբում հիշում եմ, հա, մի բան դուրս եկավ պատշգամբ, ինքը ով է նստել, ու հետո մենք եղացել ենք։ Շեխ բար դուրս ա եկել։ Բակ չէ։ Պատշգամբում։ Պատշգամբ։ Այսինքն այդ խոսակցությունը դեռ եղել է պատշգամբից։ Էլիկ երբ խոսացել ենք իրա տանն եղել, պատուհանից է։ Պատուհանից։ Հա, այնց հետո եթե չեմ ինչքան հիշում եմ, իբր պատշգամբ պատուհանից եկել, բայց այդքան ինչ-որ կոնտակտ բան չի եղել։ Իսկ դուք գնահատեցիք նաև Եղինյանի վարքագիծը այդ ժամանակ, ինքը այդ բանը վախեցավ, որ միգուցե իրեն իրականում դուրս գա այդ վիզ կտրել եւ այլն, նման վարքագիծ նկատել եք Եղինյանի մոտ, ըստ ձեզ։ Չէ, բավարարություն չկա, որ վախենամ այն ինքը։ Ինչ-որ բան կարող եք ավելացնել։ Չէ, ողջունում եք։ Ընդհանուր այդքանն է։ Այո։ Ես Եթե հարց առաջացան, իրան գիտավոտ եք ավարտել։ Հարգելի վկա, դուք լսել եք այդ ժամանակ կոնկրետ Էրիկ Եղինյանից կողմից Գայանե Հովհաննիսյանին ուղղված հայհոյանք կամ սպառնալիք, երբ ես անջատեցի տեսանկարը անունը։ Չեք լսել։ Դուք նաև ձեր ցուցմունքում ասացիք, որ ձեր տպավորությամբ ես իմ գործողություններով հրահրում էի Գայանե Հովհաննիսյանին։ Խնդրեի հստակեցնել, հրահրել ասելով դուք ինչ եք հասկանում եւ կոնկրետ ինչումն է արտահայտվել ըստ ձեզ իմ կողմից հրահրելը։ Այսինքն նույնն է դեսակցիկով մոտենալը, այդպես հարցեր տալը, զուտ դա, ես դա եմ։ Դուք դա որակում եք ըստ ձեզ Ըստ ինձ այո, հա։ Այսինքն եթե ես փորձում եմ հստակեցնեմ, հասկանամ, թե ինքը ում նկատի ուներ իր հայհոյանքով, երբ որ մոտենում եմ մարդուն եւ այդ բանը հարցնեմ, դուք դա որակում եք, բայց դա հրավից ասավ, չէ՞, որ թող գնա աշխարհը քաշի դուխի, չթող իր գնացիր ու հասնենք թող գործողություն։ Որտեղ ու դեռ չէ ստացել իմ հարցի պատասխանը։ Լավ, մենք չենք բանավիճում, հարգելի դուք, անգամ էլ հարցի պատասխան։ Ըստ ձեզ ո՞րն է հրավիրելը, ասացիք, որ այդ մոդելը դուք այդպես եք գնահատել։ Հիմա մենք կգնահատենք, սա այլևս պետք չի դեր կապված մանրամասն շարունակենք ելնել։ Եղավ, Նա դեռ հարց ես կա։ Հարգելի ոստիկան, դուք ասեցիք, որ Գայանե կողմից Եղինյանին հայհոյանք է երկու անգամ հնչեցվել։ Օրինակ, սովորաբար Եղինյանն է, թե Եղինյանը չի, մեկ այլ անձ խոսքը օրինակ այդ հայհոյանքից կվիրավորվեր, նա արժանապատվությունը որովհետև կխոցվեր իր այդ հայհոյանքի հետևանքով։ Որ ոչ մեկին հաջողի չի իրավունքի իհարկե։ Գայանե այսօր դուք կարծես թե հարցում եք, հա, ասում եթե մեկ դրամատիկ հարց է։ Իհարկե։ Ինքը ականանը սա է, որ ես ասում եմ հերաց ես քո։ Չէ, հարց։ Չէ։ Շուրեք, ձեր ասացություն դական համարով հաջողություն ես։ Շնորհակալություն։ Մյուս դուք այլավիրեք, մյուս ոստիկանության աշխատակցի։ Ձեր անվանումը Անվեր հրաշքի Մերկունյան։ անձը հաստատում։ Ներկայացրեց անձը հաստատում, դատանը հետազոտեց և վերադարձում են ձեզ։ Դատանը ձեզ պարզաբանում է, որ հրավիրել եք արտաքնության որպես վկա, ունեք իրավունք պարտականություններ, մասնավորապես իրավունք ունեք դատանեկան փաստաբանի հետ, եթե դրա ուժգին դուք գտնեք, իրավունք ունեք ցուցումներ տարածել համապատասխան փաստաթղթերից, ծանոթանալ դատականիստի արձանագրությանը, այլ մասով վերաբերել է ձեզ, ունեք պարտականություններ, դատականիստի դաշտում պարտականություն, տարածում, դատանը պարզաբանում է, որ ցուցում տալու, ցուցում տալուց ավելի հրաժարվել դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական նոթի 503-504 հոդվածներով սահմանված կարգով, նաև դատանը պարզաբանում է, որ մեկը չեն հարցեր, որ խոշամտորի տղոն վերաբերել է ձեզ կամ ձեր մեր զարվածական է, կարող եք այդ հարցերին չպատասխանել։ Պարզ է։ Նաև դատանը ձեզ տեղեկացնում է, որ դատանը թույլատրել է որպեսզի Եղինյանը տեսագրի դատականիստը, բայց բացառապես իրեն է նկարում։ Սա կապազգործի խնդիր տեսնում եք դուք։ Շատ լավ։ Այդ դեպքում ներկայացրեց համապատասխան արձանություն, այն բարձրացան կարդում եք, ոչ որակ։ Ես ներկայացած կանչված լինելով Լոռու մարզի առաջինացիան ընդհանուր դատարան թիվ ԼՏ 060
06056/01/25 քրեական կոստով որպես վկա պատրաստում եմ ցուցմունք տալ ասելով ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չասել ոչինչ բացի ճշմարտությունը։ Բարձր, ստորագրեք։ Նաև ձեր վարկած ոնսակից բարձր դարձել իսկ վարկի շրջանակում եկրանի վեր հարցակնից։ Շատ լավ։ Էլի Երինյանի որպես տնօրեն ճանաչում եք։ Այո։ Հարաբերություններ Անձնական հարաբերություններ չկա, գործում բերումով առաջ։ Արժեք, շատ լավ։ Իսկ Գալի Հովհաննիսյանը որպես մեղադիանը ներգրավված վերջինս ճանաչել եք։ Ոչ։ Չեք ճանաչել։ Այդ դեպքում հարցերի միջոցով եղեք, քանի որ ձեր միջոցով հրավիրած վկաներ, այդ պարզ է որովհետև դեպքի մասին է արդեն իսկ վկայել կրկնաբար խնդրում։ Հարգելի վկա, կխնդրեի մանրամասն ասեք, թե իմ եւ Գայանե Հովհաննիսյանի միջև տեղ ունեցած միջադեպի ժամանակ դուք կոնկրետ ինչին եք ականատես եղել, ինչ եք տեսել եւ ինչ եք լսել։ Դեպքին նշվածողը ես նշված տարածքում գործողություններ եմ իրականացրել, որտեղ մոտեցել եք դուք, ձեր եւ Գայանեի միջև եղած խոսակցությունների ժամանակ որոշակի հեռավորության վրա եմ գտնվել, մանրամասն տենց այս պահին չեմ կարող հիշեմ, չեմ հիշում կոնկրետ ինչ խոսակցություններ եք ունեցել, որոշակի հեռավորության վրա եմ գտնվել եւ լսել իշել մանրամասն կոնկրետ ինչ խոսակցություն եք ունեցել։ Այս տեսանյութում հստակ երևում է, որ դուք իմ կողքին եք գտնվել ոչ թե հեռավորության վրա։ Ես տեսանյութին ծանոթ չեմ եւ տեսանյութը ես ինչքանով որ հիշում եմ, ես եղել եմ վագոն տնակի մոտ։ Իսկ բնակարանը գտնվում է որոշակի հեռավորության վրա։ Դուք գտնվել եք Գայանե, կներեք ձեր ազգանունը։ Գայանե Հովհաննիսյանի բնակության վայրը գտնվում է վագոն տնակից որոշակի հեռավորության վրա։ Դուք գտնվել եք Գայանե Հովհաննիսյանի բնակության վայրում, իսկ ես վագոն տնակի մոտ։ Այդ իսկ պատճառով ինձ հնարավոր չի եղել ձեր խոսակցություններ, քանի որ շատ բարձր չի եղել, այսինքն կորալու բանի միջոցով չի եղել, շատ բարձր չի եղել։ Այդ իսկ պատճառով նշված տարածքում էլ, քանի որ որոշակի էլի անձիկ կային, էլի խոսակցությունները, չեմ հստակ չեմ հիշում ինչ խոսակցություններ ա եղել, բայց ձեր խոսակցությունները եղել է Գայանե Հովհաննիսյանի բնակության վայրը, պատշգամբի մոտ, աստիճանների մոտ։ Ես այդ հատվածից որոշակի հեռավորության վրա եմ գտնվել։ Իսկ Վախթը Մարիկյանի կողմից նույն դեպքի վերաբերյալ ինձ հաղորդում վերցնելու ժամանակ դուք իմ կողքին ներկա եղել եք եւ ես ձեզ այդ ժամանակ ցուցադրել եմ արդյոք տեսանյութ թե ոչ։ Իմ եւ Գայանե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութը ցուցադրել եմ, դուք ասեցիք չեմ տեսել, որը սուտ եք ասում։ Ես կապացուցում Չէ, մի նման իրականներ ես ձայնագրել եմ նաեւ հաղորդում ընդունելու գործընթացը։ Մի գնահատական դատանի ինքը սուտ ցուցմունք է տալի։ Դատարան կորից անդրադառնում մի գնահատեք, հաղորդում վերցնելու ժամանակ ինձնից դուք ներկա եղել եք եւ ես ձեզ արդյոք ցույց եմ տվել տեսանյութը Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ հայտնելու վերաբերյալ։ Նման բաներ ելա թե ոչ։ Հաղորդում վերցնելուց ես ներկա եմ եղել։ Տեսանյութը ցույց եմ։ Հաղորդումում նշել եք, որ վիրավորել են, հայվել են մանրամասն բառերով չեմ կարող։ Տեսանյութը ձեզ ցույց եմ։ Տեսանյութի մասով որոշակի տեսել եմ ամբողջությամբ, չեմ տեսել։ Ամբողջությամբ տեսանյութը մեջ չի երևում, որ ես եղել եմ Գայանե Հովհաննիսյանի բնակության վայրի պատասխան։ Դուք ասում եք տեսանյութը չեմ տեսել ընդհանրապես։ Հիմա էլ ասում եք տեսել եմ։ Այսինքն ինքներդ ձեզ հակասում եք հիմա։ Դուք ինձ հարցնում եք դեպքին ներկա եք եղել, ասում եմ ներկա եղել եք գտնվել։ Լավ, մի Ինչ է, հասականներ երին է, դադարեցեք ասեք։ Դե ուրեմն այլևս մետաբոլությունը չունեք։ Շարունակեք։ Դուք քիչ առաջ ասացիք, որ տեսանյութը ընդհանրապես չեք դիտել։ Իսկ իմ հարցինի պատասխան հաստատեցիք, որ տեսանյութը դիտել եք իմ կողմից հաղորդում տալու ժամանակ։ Ես տեսանյութը չեմ նայել, ձեր ինչ որաբերվում է ձեր տանը դիտելու, ամբողջությամբ չեմ ուսումնասիրել։ Ամբողջությամբ չեք նայել։ Դուք հաստատում եք դա, որ ամբողջությամբ չեք նայել տեսանյութը։ Տեսանյութը ձեր տանն է ամբողջությամբ, չէ որոշակի հատվածներ կարող է։ Իսկ հիմնական հաղորդումը վերցրել է Մարիկյան Փաշոն հնարավոր է դուք ցուցադրած եք, ես էլ տես կողքից որ դուք ասեցիք որոշակի հատվածներ նայել եք։ Կարող եք ասել կոնկրետ ինչ հատվածներ եք նայել տեսանյութից։ Չեմ հիշում։ Պատշգամբի մոտ որ կանգնած նկարում եք Գայանե Հովհաննիսյանի աստիճանների վրա այդ հատվածը
Իսկ մանրամասն խոսակցությունները Հենց այդ ժամանակ էլ վիրավորական արտահայտություններն են հնչում։ Իսկ այդ ժամանակում ես գտնվում եմ վագոն տնակի մոտ եւ գործողություն եմ իրականացնում։ Տեսանյութը նայելու ժամանակ, երբ որ ես ներկայացրել եմ դա, դուք դա նայել եք տեսանյութով արդեն նկարահանված վիճակում։ Ինձ ամբողջությամբ ցուցադրել եք Այո, տեսանյութը։ իհարկե։ Եվ ձեզ եւ Բախշո Մարիկյանին։ Բախշո Մարիկյանին հնարավոր է ամբողջ։ Բայց դուք մեր կողքին եք գտնվում այդ ժամանակ, հենց իմ տանը գտնվում եք իմ կողքին, հաղորդում վերցնելու եւ տեսանյութը ցուցադրելու ժամանակ։ Ես ամբողջությամբ չեմ ուսումնասիրել ձեր ներկայացրած տեսանյութը։ Լավ, որքանով ուսումնասիրել եք, այդպես պատասխանեք, այնտեղ ինչ-որ բան երևացել է, թե ոչ, սա է Երևանի հարցադրումը։ Հա, երևում է, որ Գայանե Հովհաննիսյանը իր ստան պատուհանից խոսակցություն է ունենում Էրիկ Եղինյանի հետ։ Էրիկ Եղինյանն էլ գտնվում է իրանց տան մուտքի պատշգամբի այդ բանի շենքի մուտքի մոտալն աստիճանների վրա։ Երևի պատուհանն էլ մի քանի մետր հեռավորության վրա է։ Իսկ ոնց է հիշում եք մինչև հիմա, թե ով որտեղ է գտնվել, միմյանցից ինչ հեռավորության վրա է գտնվել, այդ մանրամասն դետալները հիշում եք, բայց ըստ ձեր չեք հիշում, թե ինչ են խոսացել այդ ժամանակ, մի քիչ անտրամաբանական է ձեր ցուցմունքը։ Եթե չեք հիշում, պետք է նաև չհիշեիք, թե ով միմյանցից ինչքան հեռավորության վրա է գտնվել։ Բայց դուք ստույգ նշում եք, թե ես, Գայանե Հովհաննիսյանը, դուք միմյանցից ինչ հեռավորության վրա են գտնվել, դա ստույգ նշում եք, բայց ըստ ձեզ անտրամաբանական հիմնավորման ասում եք, որ չեք հիշում, թե ինչ են խոսացել այդ ժամանակ։ Եթե չեք հիշում ինչ են խոսացել, տրամաբանական է, որ չեք հիշելու նաև, թե միմյանցից ինչ հեռավորության վրա են գտնվել։ Ինչու՞ կբացատրեք այս հակասությունը, որ եթե չեք հիշում ինչ են խոսացել, այդ դեպքում ինչպես եք այդպես արհեստավարժ կերպով վերարտադրում, թե ով միմյանցից ինչ հեռավորության վրա է գտնվել։ Այդ հակասությունը ինչով կպայմանավորվեք։ Հակասությունների հետ կապված, ուրեմն ես խոսակցությունները ձեր մանրամասն չեմ հիշում ու չեմ լսել ստակ ինչ եք խոսացել, որովհետև ես եղել եմ վագոն տնակի մոտ, որտեղ որ գործողություն է իրականացնել։ Այդտեղից էլ երևում է, որ դուք ինչ հեռավորության վրա եք գտնվում։ Չէ, բայց չէ՞ որ տեսանյութը ցուցադրել եմ, այնտեղ արդեն երևում է ով ինչ գործողություն է կատարել։ Ես տեսանյութը նույնիսկ ինչ չեմ տեսել, ձեր։ Դուք էլ եք երևում տեսանյութը։ Ես չեմ տեսել, որ ես այդ տեսանյութը կա։ Ինչ չեմ տեսել։ Այդ տեսանյութը ձեր կողմից, որ ասում եք ներկայացրել եմ ձեզ, այդ հատվածն էլ դաժե նույնիսկ ինչ չեմ տեսել, ձեր կողմից ասած ներկայացրած երևում է տեսանյութը հենց սկզբում։ Երբ որ ավտոկնակի դուռը լավ, հաջորդ հարցը ստամ։ Տեր եկեք եղել այդ փայտանյութը ում համար է նախատեսված։ Չէ։ Նյութերով դուք եք զբաղվել, բայց տեղեկություն չունեք։ Օպերատիվ խմբի կազմահազանգի շուրջ եկել եմ, հետագա նյութերի ավարտը հանձնարարվել է այլ ծառայողի ամբողջությամբ։ Չեմ հիշում։ Երևի տվյալ տարածք սպասարկող համայնքային ոստիկանի։ Ես նյութերով հետագան չեմ զբաղվել։ Իսկ ձեր գործընկերների մեջ, ձեր ոստիկանների մեջ խոսակցություն չեք ունեցել, թե ի վերջո ում համար է նախատեսված եղել այդ փայտանյութը։ Չէ։ Իսկ որևէ տեղեկություն ունեք, գոնե նյութերի ընթացքը վերջնական ինչպես է լուծվել։ Չէ։ Այդ էլ չունեք տեղեկություն։ Իսկ հիշում եք նմանատիպ դրվագ, որ երբ որ դուք ավտոտնակում չափագրում եք այդ փայտանյութը, ինչ որ մի թրաշող տղա ավտոտնակի դուռը փակեց եւ դուք անմիջապես իր նկարահանելուց հետո դադարեցրեցիք ձեր կողմից փայտի չափագրումը։ Կարող եք նշել ինչով էր պայմանավորված այն հանգամանքը եւ եթե ոստիկանությունը թափանցիկ է աշխատում, ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ երբ որ դուք տեսնելով որ ես նկարահանում եմ, անմիջապես դադարեցրեցիք ձեր կողմից փայտը չափագրելու գործընթացը։ Այդ հանգամանքը ինչով էր պայմանավորված։ Չափագրումը ավարտել ենք։ Ոչ, չեք ավարտել։ Արդեն սկսել եք նոր չափագրել, ես սկսեցի նկարել, դուք դադարացրեցիք։ Որտեղ է երևում, որ չեմ ավարտել։ Տեսանյութում է երևում։ Տեսանյութում որ հենց դուք սկսեցիք, ես սկսեցի նկարահանել, հենց որ դուք սկսեցիք չափագրել, անմիջապես սկսեցի նկարահանել։ Հենց որ տեսակ ես նկարահանում եմ, դուք անմիջապես դադարեցրեցիք չափագրումը եւ այդ հրաշքով տղան ավտոտնակի դուռը փակեց։ Տեսանյութում այդպես է երևում։ Համապատասխան գործողությունները իրականացրել եմ, երբ որ անհրաժեշտությունը առաջացել արդեն որ փակվի կամ չգիտեմ այդտեղից մեկ գործողությունները ավարտենք,
մեր գործողությունները ավարտելուց հետո նրանք իրենց վագոն տնակը ուզեցել են փակեն, ինչ անեն, մենք մեր չափագրումը եւ այլն համապատասխան գործողությունները իրականացրել։ Այսինքն դուք հաստատում եք հիմա, որ երբ որ ես սկսեցի նկարահանել եւ այդ ժամանակ այդ թերաշով տղան ավտոտնակի դուռը փակեց, դուք այդ ընթացքում արդեն իսկ ավարտած եք եղել փայտի չափագրումը։ Միգուցե համապատասխան համընկնում է ձեր գալը, մեր ավարտը, ես չգիտեմ որ պահից եք դուք եկել, բայց ես իմ գործողությունները տվյալ պահին ավարտել եմ։ Դուք հաստատում եք դա, որ ավարտել եք, արդեն դրա համար է դուռը փակվել։ Հա։ Հավ։ Իսկ տեղյակ եք ով էր ավտոտնակի դուռը փակող թերաշով տղան, նրա ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն ունեք, անուն, ազգանուն, որտեղ է հաշվառված, որտեղ է բնակվում։ Չեմ ճանաչում, բայց եթե նյութերով որ անցել է ինքն է եկել բացել ավտոտնակը եւ արձանագրություններով կերևա ով այդպես չեմ հիշում։ Դուք ձեր արձանագրության մեջ չեք նշել այդ անձի անունազգանունը։ Արձանագրության մեջ նշվում է մասնակիցներին, բայց չեմ հիշում ձեր նկարագրած հրաշով տղանա բացել, փակել, իրան հայտներ ուներ, արձանագրություններով վերևում է ով մասնակցել արձանագրություն։ Այսինքն արձանագրության մեջ նշված է թերաշով տղի անունազգանունը, բայց ըստ ձեր չեք հիշում նրա անունը։ Ես չգիտեմ դուք ում մասին իմ Երբ որ ավտոտնակի դուռը փակում էին նկարահանելու ժամանակ, այդ տղայի մասին է խոսքը։ Ով որ այդ փայտանյութը բերել էր, հենց լցրել այդ գարաժը ավտոտնակը, այդ տղայի մասին է խոսքը։ Ես այդ տղայի մասով չգիտեմ դուք ում եք նկարագրում, բայց ավտոտնակի դուռը ով որ բացել է, հայտարարել է, որ փայտանյութը ով է բերել, որտեղից է բերել, ինչ են արձանագրությունները վերևում։ Իսկ ծառատեսակը հիշում եք, ինչ ծառատեսակ էր։ Ինչքանով հիշում եմ սոճենի։ Սոճի։ Հա։ Իսկ դուք տեղեկություն ունեք, արդյոք թույլատրվում է թարմ սոճին հատելը։ Մենք այդ հարցով քննություն չենք իրականացնում, եղել հասել մասնավորապես հնչեցրեք Գալի Հովհաննիսյանի վերաբերյալ վարքի շրջանակներում։ Այդ հարցը հանրում է կանոնից։ Իսկ այդ ժամանակ կոնկրետ իմ կողմից Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ որևէ հայհոյանք կամ սպառնալիք տեսել ա։ Չեմ լսել, ես նման չեմ տեսել, չեմ լսել ձեր կողմից էլ, որովհետև ձեր էլի եմ կրկնում։ Ձեր եւ Գայանե Հովհաննիսյանի միջև եղած խոսակցությանը ժամանակ ես որոշակի հնարավորության վրա նորից կրկնում եմ, որ դուք շատ բարձրաձայն չեք խոսացել միմյանց հետ, ու այդ հնարավորության վրա չէ կարելի ես լսել, որովհետև տարածքում էլի անձիկ կային, այլ խոսակցություններ կան, այդքան աղմուկի մեջ հնարավոր չէր, որ ես հստակացնեմ ու հիշեմ այս պահին կոնկրետ ով ու ինչ արտահայտություններ արել։ Բայց այնուամենայնիվ հաստատում եք, որ հաղորդում ընդունելու ժամանակ այդ տեսանյութը ես ձեզ ցույց եմ տվել եւ դուք այդ տեսանյութից որոշակի դրվագներ դուք տեսել եք։ Ինչքանով հիշում եմ, որ ես անձամբ ինձ չեմ ներկայացրել։ Ես այդ տեսաձայնագրությանը չեմ տիրապետում։ Նույնիսկ ձեր նշած, որ ես տեսագրության մեջ երևում եմ, ես այդ հատվածն էլ չեմ տեսել, ես չգիտեմ, որ նույնիսկ ես դրա հատվածում երևում եմ, թե չեմ երևում։ Իմ մասով չգիտեմ։ Դուք YouTube-ում չեք դիտել այդ տեսանյութը, իմ YouTube-յան ալիք։ Որ չեմ հետևում ձեզ։ Լավ, Պարզապես հարցում եք, պաշտպանության կողմը հարցում եք, ունեք, այսինքն արձանագրենք, որ դուք փայտանյութի հայտնաբերման կապված որոշակի գործառույթներ եք իրականացրել տվյալ պահին, ոստիկանության աշխատակիցները եւ Եղինյանը մոտեցել ու այս միջադեպը տեղի ունեցել։ Սա չէ։ Ասացիք նաեւ, որ դուք չեք լսել, քանի որ որոշակի հնարավորությամբ եք եղել Գայանե Հովհաննիսյանի եւ Եղինյանի միջև եղած այդ խոսակցությունը, թե ինչ բնույթի է եղել, սպառնակ եղել է արդյոք, թե չի եղել։ Ճիշտ հասկացա։ Իսկ լավ, Եղինյանի վարքագիծը հասկանանք, այդ ընթացքում ընդունենք, որ օրինակ սպառնալիք է եղել եւ այլն։ Եղինյանի վարքագծից դուք ինչ հասկացաք, ինքը տագնապած էր, սարսափած էր, իրեն վնաս էին հասցնելու այդ ժամանակ, ո՞նց էր իր վիճակը, իր հոգեվիճակը ինչպիսին էր այդ ժամանակ։ Նկատել եք։ Շատ տագնապային չէր, նորմալ էր, ասենք այդ պահին էլ որ լիներ տենց նման իրավիճակ, որ ինքը այդ պահին վտանգի մեջ լիներ, մենք էլ կզգային կաջակցեինք, որ ինքը ինչ-որ խնդրի սպառնալիք կա իրան իր կյանքին կամ առողջությանը։ Իսկ Գայանե Հովհաննիսյանը այն, որ եղել է պատուհանում եւ ասեցիք ամեն դեպքում, որ Եղինյանը մոտեցել, դուրս եկել է տնից, թե ոչ Գայանե Հովհաննիսյանը։ Ինչքանով հիշում եմ, չէ, մենակ հիշում եմ, որ պատուհանից փոքր, ասենց մոտարապես մի 50
ծանոթի փեղկը բացած տեղից խոսակցություն։ Իսկ այն ժամանակ թե որոշակի հարավությամբ եք եղել, բայց այն դեպքում անձին նկատել եք, այդպես նշեցիք։ Ինչ-որ անձի ձեռքին առարկաներ, ինչ-որ օրինակ հանակ, փակ եւ այլն, ինչ-որ բան կար ո՞չ։ Չկար ոչ մի բան։ Իսկ Եղինյանին ամեն դեպքում հետագայում դուք չնկատեցիք, որ ինչ-որ տագնապածը լավ դուք պետք է գնահատեք ամեն դեպքում, վարքագիծը, որ չի է ոստիկանություն զանգենք կամ ահազանգ տա եւ այլն, ասած ինչ-որ վարքագիծ չեք հիշում Եղինյանից։ Գալի Հովհաննիսյանին խոսելուց հետո։ Տագնապային վիճակ չեմ նկատել, եթե լիներ, մենք նկատեինք, կաջակցեինք քաղաքացուն։ Բայց դուք ասեցիք չէ՞ որ ահազանգել է։ Դուք ասեցիք թե ոչ, հասկանանք։ Դուք լսել եք ամեն դեպքում, որ այդ միջադեպից հետո Եղինյանը ահազանգում է։ Ահազանգը չեմ լսել, բայց ահազանգ եղել է օպերատիվ խմբի կազմում ենք եղել, դրանից հետո հաղորդում ենք։ Ինչքան հաղորդում ենք վերցել, ինչքանով հիշում եմ։ Չէ, հաղորդում չէ, հագերի վկա։ Այդ դեպքի ժամանակ երբ որ խոսակցություն ա եղել, ամեն դեպքում Եղինյանը մոտեցել է, Գալի Հովհաննիսյանից խոսել, ինչ ա եղել, ինչ եղել։ Դրանից հետո երբ որ Եղինյանը հետ ա եկել Գալի Հովհաննիսյանի շենքի բակից, հետ եկավ։ Ինչ-որ արտահայտություններ, որ օրինակ իմ նկատմամբ այսպիսի բան ասեց, կամ այսպիսի բան չասեց, ինչ-որ արտահայտություններ մտաբերում եք դուք, թե ոչ։ Չեմ հիշում։ Չեմ հիշում, տագնապային վիճակ չեմ նկատել։ Չեմ նկատել։ Ինչ-որ այլ տարօրինակ ինչ-որ հանգամանքներ չի եղել։ Այսինքն այն էլ ինչ-որ ներկայացրեցիք, չէ՞, ձեր մասնակցության ժամանակ։ Ինչ-որ մտաբերեք այլ բան չարտնեցիք, բայց հիմա հիշեք այս հարցերի միջոցով։ Կապված Գալի Հովհաննիսյանի եւ Եղինյանի միջով։ Այդպես արտարոց բան չեմ հիշում, որ եղած լինի, որ տպավորված լինի, կարելի է հիշեմ։ Դատարան ձեր հարցակնությունը։ Դատարան մի հարց կա։ Հարգելի դուք նշեցիք, որ ըստ ձեզ ես այդ ժամանակ տագնապած չեմ եղել։ Հիմա հարց, եթե ըստ ձեզ ես տագնապած չեմ եղել, այդ դեպքում ես ըստ ձեզ ինչու ահազանգեցի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ ինչու տվեցի հաղորդում իմ նկատմամբ կատարվածի վերաբերյալ։ Չէ՞ որ իմ հաղորդում տալը հենց փաստում է այն մասին, որ ես վախ եմ զգացել այդ սպառնալիքից, չէ՞։ Ինչով է պայմանավորված իմ կողմից հաղորդում տալը եւ ՕԿԿ ահազանգելը, ոստիկանության ՕԿԿ ահազանգելը։ Վախի հետ կապված այդ պահին չեմ կարող ասել դուք ինչ տագնապային վիճակում եք եղել, բայց որ մենք նկատել ենք տագնապային չեք եղել։ Ինչքանով հիշում եմ ձեր հաղորդումը վերաբերվում էր նրան ձեզ վիրավորելու հետ կապված։ Իսկ հայհոյել խուլիգանություն կատարելու հաղորդումը դրա հետ կապված է։ Վիրավորանքը ինքը հիմնական ձեր հաղորդումը ես հաղորդումը տվել եմ խուլիգանության անցակազմով, ոչ թե վիրավորելու համար։ Ես ձեր տագնապային վիճակը չեմ նկատել։ Եթե ներ դուք էլ լավ գիտեք, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեին։ Իսկ այդ պարագայում այդ պահին տենց տագնապային վիճակ չեմ նկատել ձեր մոտ, որ ձեր կյանքին վտանգ սպառնալ մենք հարցին չպատասխանեցիք, ես ասում եմ, եթե ըստ ձեզ տագնապած վիճակում ես չեմ եղել, այդ դեպքում ես ինչու ահազանգեցի ոստիկանության ՕԿԿ եւ ինչու տվեցի կատարված իմ նկատմամբ կատարվածի վերաբերյալ հաղորդում։ Այդ հարցից խնդրում եմ հստակ պատասխանեք։ Ակնկալում եմ անկեղծ պատասխան։ Չեմ կարող ասել ինչու եք զանգարել, բայց հիմնական ինչքան որ հիշում եմ, դուք ձեր հաղորդումը վերաբերվում էր ձեզ վիրավորելու հետ կապված, հիմնականը հիշում եմ, որ ձեզ վիրավորելու, իսկ ձեզ սպառնալու հետ կապված չեմ հիշում, որ դուք ավելի շատ վիրավորված եք նրանից, որ ձեզ վիրավորել են։ Այսինքն ըստ ձեզ ես իմ հաղորդման մեջ սպառնալիքի մասին ոչինչ չեմ նշել։ Դե մանրամասն չեմ հիշում հաղորդման մեջ։ Ասում եք ձեր հաղորդումը վերաբերվում է։ Բայց իմ տպավորությունը հենց ա եղել, որ դուք ավելի շատ վիրավորված եք ձեզ վիրավորելուց։ Ոչ թե ձեզ սպառնալու, դες չէիք ասում, որ կարող է Գալի Հովհաննիսյանը ես մտավախություն ունեմ, որ մի ժամ հետո ինձ կսպանի, բան նման բաներ չեմ հիշում, որ դες խոսակցություններ ունեցած ենք, եւ դուք դες մտավախություն մտահոգություն։ Այսինքն ըստ ձեզ ես ինձ հաղորդում վերցնելու ժամանակ ձեզ կամ Վաղշո Մարեկյանին հարցեր չեմ տվել, այսպեսի որ կարող է այդ սպառնալիքը այլ անձի միջոցով իրականություն դառնալ։ Նման հարցեր տվել եմ արդյոք, թե չէ։ Չեմ հաղորդում վերցնելու ժամանակ տպավորվել է, որ դուք ավելի շատ վիրավորված եք եղել, որ ձեզ վիրավորել են, ավելի շատ իմ կարծիքով ձեր
վիրավորված եք դուք, որ ձեզ վիրավորել են։ Հիմնականը դուք վիրավորանքի հետ կապված դա տպավորվել է մոտ, որ ձեզ վիրավորվել է, ձեզ հարից չի եւ այլն, չգիտեմ։ Այսինքն ըստ ձեզ ոստիկանության ՈԿԿ հազանգել եմ եւ կատարված է վերաբերյալ հաղորդում տվել եմ միայն այն նրա համար, քանի որ ես եղել եմ վիրավորված։ Այդպես հասկանում եմ, տպավորություն էր, բայց որ ձեզ ըլներ ձեր կյանքին վտանգ սպառնալու որևիցե մի հատ վտանգի հետ կապված դուք եթե ասեիք, որ մտավախություն ունեմ, որ կես ժամ հետո Գայանե Հովհաննիսյանը մարդ կուղարկի կամ կսպանի, վախում եմ, որ ինձ եւ այլն, մենք համապատասխան միջոցներ էլի կձեռնարկենք։ Ինչ միջոցներ ասենք, մի հատ կարող եք հստակեցնել։ Դե համապատասխան միջոցներ եմ դեմի ոնց իրականացնել ոստիկանությունը, համապատասխան իրաց գործողությունները ոնց իրականացնել, դա արդեն չեմ կարող ասել։ Լավ, Ջուրեք այլ հարցեր, բայց դատարան ձեր հասակին իշխողություն։ Չավարտեմ ու կայացակություն։ Ավարտեմ։ Դատարան ձեր հասակությունը համարում է ավարտած հաջողություն ձեզ։ Մյուս վկայներ ավիրեք։ Վկայներ հասակությունը ավարտեք եղինա ձեր մոտ նշեք, քանի որ դուք նաև դատարան եկացեք, ուժակի փաստաթղթ դատարան նաև պետք է հետազոտի ուղղակի վկայներ հասակությունը Դատավորի բանական գործողություն նշանակելու միջնորդություն եմ ուզում ներկայացնել, համ իմ նկատմամբ, համ ՎԿ Մամբեր Մերկոնյանի նկատմամբ։ դա Ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու համար։ մենք վկայներ ունենք հավիրած վկայներ հասակությունը ավարտենք։ Մոտեցեք բանջովին, ձեր անազգան հայրամիտ։ Արման Բանուչյան, Նագիկի։ Անձ հաստատու պաստատու։ Տեսնեմ։ Ներկայացնեք հաստատու պաստատու, հետազոտից վերադասում է ձեզ։ Դուք դատարան հայրամիտ հանցակնության, որպես վկա ունեք իրավունքների և պարտականություններ, մասնավորապես իրավունք ունեք դատարան ներկայացնող փաստաբանի հետ, եթե դուք դեռահանջույթ գտնեք, իրավունք ունեք ցույց տվել դատական համապատասխան փաստաթղթեր, ծանոթանալ դատականիստի արձանագրության այն մասով, որը վերաբերել է ձեզ, ունեք պարտականություններ, դատականիստի դայրում պահպանել կանոն, դարձուցում, դատարանի բազմաբանի ոչ ցույց տալու Ցույց տալու ծավալի հրաժարվելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 503-504 հոդվածներով սահմանված կարգով նաև դատարան բազմաբանել, որ եթե քննչեն հարցեր, որոնք ողջամտորեն կարող են վերաբերել լինել ձեզ կամ ձեր մեծարազգաններին, կարող եք այդ հարցերին չպայթացնել։ Բաց է։ Նաև դատարանը տեղեկացնում է, որ դատական լիստը տեսաձայնագրվում է Եղինյանի կողմից, բայց բացառապես իրեն տեսաձայնագրում դատարանը թույլատրել է միայն մեղադրանք, այսինքն ինքը իրեն տեսաձայնագրի, որից խնդիր տեսնում եք կապը։ Շատ լավ։ Ներկայացրած արձանագրություն, այն բարձրացնել կարդացեք ձեր իրավունքների վերաբերյալ նոր խորագրեք։ Ոչ, այդ դեպքում ընդհանրապես ինձ թվում է խնդիրը ընդհանրապես կարդալը։ Հայրերի լեզու տիրապետում եք։ Հայրերը կարող եմ պրոստը դες բարձր չեմ կարող կարդալ, էլի։ Ընդհանրապես պետք է փաստեք, դատարանին լսեք, որ պարտավոր եք ասել ճշմարտությունը, ոչինչ բացի ճշմարտությունից։ Այդքանը ասեք, որ զայնագրվի։ Ինչ ասեմ, Պարտավոր եմ ասել ճշմարտությունը, պարտավոր եմ ասեմ ճշմարտությունը։ ոչինչ բացի ճշմարտությունից։ Ոչինչ բացի ճշմարտությունը։ Բարձր, այդ դրա մասին է։ Նաև կարող եք ցածրացնել կարդալ, ձեր մոտ է սեղադրված փաստաթուղթը։ Կարևոր այն է, որ դատարանը արձանագրես, որ դուք ցուցմունք տալուց առաջ համապատասխան հայտարարության փաստից եկա։ Ձեզ որ ծանոթային ուղղակի բարձ է ինչ վարքի շրջանակներում եք, ինչ գործ է։ Բարձ է։ Գայանե Հովհաննիսյանը որպես մեղադրանք գավառ ճանաչում եք վերջինիս։ Գայանե Հովհաննիսյանը։ Չէ, դուք ճանաչում եք իրեն ընդհանրապես, որպես անձ, ծանոթ է ձեզ Գայանե Հովհաննիսյանը։ Հարևան է, բարեկամ է, հարևան է, շատ է։ Հարաբերությունները նորմալ են, շատ։ Երեք Եղինյանը որպես տուժող է դրված։ Եղինյանի ճանաչում եք, հարաբերություններ ունեք, չունեք։ Հարաբերություններ չունեմ, բայց ճանաչում։ Որպես հարևան է, էլի։ Հա, այսինքն նույն թաղամասում, նույն թաղամասում։ Շատ լավ։ Այդ դեպքում հարցերի միջոցով սկսենք, քանի որ դժոխքորի միջոցով եք հրավիրվել, խնդրեմ Եղինյան, ձեր հարցը։ Ինչ կարող եք ասել այդ ժամանակ իմ եւ Գայանե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ Դուք կոնկրետ ինչ եք լսել եւ ինչ եք տեսել։ Ձեր պատասխանից ելնելով կշարժեմ իմ հաջորդ հարցերը։ Դուք եք դատարան, մոտեցեք անդորին, մոտեցեք եւ պատմեք։ Այդ ինչ-որ միջադեպ ա եղել, հարց հետեւալու եք ան Եղինյանի, ինչ եք տեսել, ինչ եք լսել։ Բան եկա չեմ լսել։ Դուք ասեք Մենակ այդ բաների բանը տեսել, որ ասենք ինքը մոտենում է, պատմանի այդից այդ բաները եղնում են արդեն։ Նենց ուրիշ բան, որ ասեմ լսել եմ, չէ՞ հենց ոտիկ է չեմ ուրել իրաց, էլի շատ։
Շարունակեք։ Այսինքն Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված ինչ-որ հայհոյանքներ սպառնալիք լսել եք թե ոչ։ Լսել եմ հայոյան։ Ում կողմից էր ուղղված։ Գայանե Հովհաննիսյանի կողմից էր ուղղված։ Հա ո՞ն կողմից։ Ում էր ուղղված։ Քեզ։ Ինչ էր ասում։ Դե մի պիտի ասեմ այդքան։ Սեռական բնույթի հայհոյանք լսել եք։ Հա լսել եմ։ Իսկ Ստուդենտ դառնալ երբեք մի դայ։ Իսկ սպառնալիք լսել եք Գայանե Հովհաննիսյանի կողմից։ Ինձ ուղղված։ Ինչ բնույթի, ինչ արտահայտ։ Դե չեմ կարող ասեմ։ Սպառնալիքը ո՞ր կարակ ասեք, հայ Սպառնալիքը հա։ Դե ասեք ինչ ասեց սպառնալիք այդ որ լսեցի կոնկրետ ինչ ասեց Գայանեն ինձ։ Դե ես թե չեմ կարող ասեմ։ Կոնկրետ լավ, ասելա վիզը կկտրեմ արա Գայանեն ինչ ասելա։ Դուք տեղյակ եք այդ փայտանյութը, երբ որ մի թերաշով տղա բերել էր այդ ավտոտնակը 9-րդ շենքի դիմաց գտնվող, ում համար բաց հարցը լսեք նոր ասեք դերել։ Ինչ գիտեք, ինչ հարց եմ տալ։ Ինչ գիտեմ։ Հա, ըստ հայտի մասին ուզում տամ։ Հայտի մասին չես։ Հայտի մասին ինչ հարց։ Դուք նայեք դատարանին, հա, կասես բարավեճ։ Ըստ ձեզ ինչ հարց է ուզում տամ։ Շարունակեք, հարցը տրամադրեք։ Փայտանյութը ում համար է նախատեսված է։ Մյուս հարևանի։ Ում։ Մյուս հարևանի։ Ում։ Մյուս հարևանը ով անունազգանուն ինչ է։ Չգիտեմ անունը։ Բա գիտեք մյուս հարևանի կարող են չգիտեք ով է։ Մենակ անունը գիտեմ։ Ով է անունը ինչ է։ Օլիա։ Օլյան ապրում է 9-րդ շենքում, որ բնակարանում Աշոտաբեր թաղամասի։ Բնակարանը չեմ կարող նշել։ Հարևան ասելով նկատի ունեք, որ հենց 9-րդ շենքում է բնակվում Աշոտաբեր թաղամասի։ Հայ։ Իսկ այդ թրաշով տղան, ով որ փայտանյութը, երբ որ ոստիկանների ներկայությամբ ինքը ավտոտնակի դուռը բացում էր, փակում էր, ով է եղել, ով որ բերել այն փայտանյութը, այդ թրաշով տղա ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն թե ոչ։ Ձեզ ծանոթ է արդյոք Ռաֆայել Պելիվանով անունատվյալներով անձնավորություն։ Որևէ տվյալ ունեք այդ անձի ինքնության վերաբերյալ։ Ոչ։ Դուք հիշում եք այսպիսի մի երկխոսություն տեսանյութը նկարահանելու ժամանակ տեղ ունեցավ նաև իմ եւ ձեր միջև, մասնավորապես երբ որ ես սկսում էի նկարել այդ ժամանակ դուք ասեցիք, եթե դիմեցի դատարան, որի պետք է լինի, մեջբերում եմ բառացի ձեր ասած արտահայտությունը։ Դուք դրանով ինչ եք նկատի ունեցել, որի պետք է լինի, ինչ պետք է անեք ինձ եւ արդեն դիմել եմ դատարան։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում Կամ ինչ եք նկատի ունեցել ձեր այդ արտահայտությամբ։ Ջղայնացած եմ եղա ասում։ Հա ինչ եք նկատի ունեցել, որ ինչ եք ուզեցել անեք, որը որ չեք արել։ Հարցը այսպես է վատ։ Ասում ջղայնացած եմ։ Հա, ջղայնացած եք եղել, բայց ինչ որ մի բան։ Լավ, անձի հետ կապված է արդեն իսկ եղին, դուք կարծես թե շեղվեցիք Գայանե Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթը քննվում, մենք վարույթ չունենք տեղակայ նկատմամբ։ Անձի բայց հարցեր եք տալիս, եթե լրություն շարունակեք հարցեր ուղղեք բացառապես այդ ձեր չէ, մասնավորապես ձեր Գայանե Հովհաննիսյանի չէ տեղնեցած միջադեպի։ Դե միգուցե ինքը նկատի ուներ, եթե Գայանեն դատի տաս, որի պետք է լինի, սպառնալիքը ինքը իրագործի։ Ես այդպես եմ զգալու։ Դե պատասխանեք։ Դրա համար սա կարևոր նշանակություն ունի։ Լավ, դուք ասեցիք հարցը բարձրացեց պետք է լինի։ Լավ, մի քիչ կանցած։ Երկար բարձրացեց թե ինչու է դիրքորոշումը չունեցած։ Նման բան կա թե ոչ։ Որ արտահայտություն։ Որ Գայանե Հովհաննիսյանի միջոցով միգուցե դու չէ, այդպես չէ, որ ինքը Գայանե Հովհաննիսյանի թասիբը, այսպես ասած, պաշտպանելու համար, եթե ես դատի վկայի փոխարին Գայանե Հովհաննիսյանի մի բան չէ։ Երբ որ ես դատի տամ Գայանե Հովհաննիսյանին, դուք վրեժխնդիր եք լինելու ինձնից։ Ես այդպես եմ ընկալել ձեր ասածը։ Տես բան չկա, ես ասում եմ։ Լավ, բայց ինչ եք նկատի ունեցել։ Ես նկարել ես դրա համար եմ ասել։ Որ նկարում է դրա համար ասեցի, դու չի լինի։ Ինչ է նույն հաջողությամբ դու ես ինձ ասել։ Ինչ եմ ձեզ ասել։ Լավ, մի բան ավիճեք։ Ձեզ նման Ակելի մեկանայք դատարանը։ Ակելի մի բան ավիճեք, դատարանը այնքանով որ թույլատեց հարցին պատասխանել, քանի որ վերաբերել է, դուք պատասխանեցիք արդեն։ Եթե այս խնդիրը մեկնած կապով առանձին կարող է գնալ դիմել իրավասու հարցերին։ Սույն վարույթը քննվում է բացառապես Գայանե Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի հայցի հիման վրա։ Շարունակեք։
Հարգելի դատան, հիմա առաջի հայացքից կարող է ձեզ թվա, որ իմ հարցը առնչություն չունի դեպքի հետ, բայց պետք է տամ, որովհետև ես մտադիր եմ միջնորդություն ներկայացնել դատանեցին վկայի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի ցուցմունքի արժանահավատությունը ստուգելու համար։ Դրա համար այս հարցը ունի իմ ունեցած ավելի ճիշտ հարցս այսպես ձևակերպեմ, դուք ինչ պատճառով եք բանակից ազատվել։ Դե ձեր խնդիրը չի արդեն։ Ես տեղեկություններ ունեմ, որ դուք ազատված եք բանակից, հիմա ուզում եմ իմանամ, ինչ որ առողջական ինչ խնդիր ունեք, որ ադրազական տեղանքները ես հրաժարվում եմ այդ հարցը պատասխանել։ Դատած ես բացաբայց, որտեղ ցանկացած հարց ձեր դելով ես կարող չպատասխանել։ Հրաժարվում եք, հրաժարվում եք առաջ։ Որտեղ մարդ կարող է ունի առողջական խնդիր, դրանով պայմանավորված հիշողության խնդիր ունի, գործի համար էական նշանակություն ունեցող Դուք միշտացում եք ասել դատարանը կքննարկի։ Հիմա հաջորդ հարցը հնչեցնեմ։ Սա էլ կապ ունի այնքանով այս գործի հետ, որ ես իմ հարցի միջոցով փորձում եմ հիմնավորեմ, թե դուք ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում ինձ հետ, կոնկրետ դուք եւ ձեր ընտանիքի անդամները, դրա համար եմ այս հարցը հիմա տալիս։ Դուք կամ ձեր հարցը ուշադրի լսեք, դուք կամ ձեր մայրը, կամ ձեր քույրը Եհովայի վկաների գործով քննիչ Ֆիլիպ Նազարյանի մոտ որպես վկա արձակնվել է կարծոք եւ Էրիկ Եղինյանից դեմ ինչ որ կամ իմ ընտանիքիս անդամների դեմ որևէ ինչ որ որպես վկա ցուցմունք տվել է կարծոք թե ոչ։ Չեմ ասում ինչ ցուցմունք եք տվել։ Ես ասում եմ նման բան եղել է թե ոչ որ ցուցմունք տակ այդ գործի շրջանակներում։ Չի եղել նման բան։ Այսինքն ոչ դուք եք ցուցմունք տվել, ոչ ձեր մայրը, ոչ էլ ձեր քույրը։ Անայդ։ Ասում եք ոչ։ Լավ, եղինը քանի որ արգելիս դրություն։ Այն որ այլ վարույթի, այլ քրեական վարույթի մասին է խոսքը, պարզ է որ եթե վարույթ իրականացում նախակրթության գաղտնիություն պետք է լինի։ Հիմա չգիտեք ինչ վարույթից եք խոսում, բայց այդ վարույթի տվյալները մի հրապարակեք։ Ձեր անձնական վերաբերմունքը նաև հայտնել Եղինյանի, եթե կարծես թե Եղինյանի հաստատում հետևյալն է կանում, իր դեմ ինչ-որ խնդիրներ եւ այլն։ Դատարանը հարցրեց ի սկզբանե, ինչ որ Եղինյանի հետ անձնական հարցեր, խնդիրներ, հարցադրություններ, խնդիրներ կան ծնողական։ Ես իմ հարցով հետ էի ուզում հստակել։ Այդ գործի տվյալները մի հրապարակեք սույն դատական դեպքում։ Բան չեմ ասում։ Ձեր խնդիրներն եք ասեք, ինչ խնդիրներ ունեք Եղինյանի հետ։ Ոչ մի խնդիր չունեմ իր հետ։ Անահիտը ով է, ինչ որ մեկին երևի ձեր մայրն ասեց, Անահիտը տվել է։ Ձեր քույրը տվել է ցուցմունք, այսինքն դուք դա հաստատում եք։ Դատարան կրկին ձեզ կողմեն բացաբանում եք գործի բնույթից եւ գործի հանգամանքներից հաստատում եք կատարել եւ ստացել պատասխանները Եղինյան։ Արդեն սպասեց ես կարծես թե պատասխանը։ Դե ուզում եմ իմանամ Անահիտը ով է։ Հիմա այս ո՞ր շրջանակներում պարզել Անահիտն ով է։ Արդեն ենք հաստատեց, որ իր քույրն է հանդիսանում, այսինքն Եղինյան հասնում տանիքի հետ այլ հարցումներ շրջանական հարաբերությունների Դուք եք զանգում եք ներկայացնեք, այլ հարցում եք մոտեցնում։ Ըստ էության վկան հաստատեց, որ ինքը լսել է, որ Գայանե Հովհաննիսյանը Էրիկ Եղինյանից եւ հայհոյել է եւ սպառնացել է, այդ է ամենակարևորը, դրանից բացի։ Պարմատենության հարցում եք։ Լրություն, շնորհակալ։ Հարգելի վկա, այլ Եղինյանի հարցերի շարունակությունն է։ Քանի անգամ եք հայրան լսել Եղինյանի հասցեն։ Քանի անգամ եք։ Ես որս եմ, երկու անգամ։ Երկու անգամ։ Ես այդքանն եմ լսել։ Հա, այդ հայրանքների մեջ տևողությունը քանի, հենց մանք առաջինը որ տվեց, ինչքան ժամանակ հետո երկրորդը տվեց։ Հիշում եք, վարկյաններ։ Իսկ այդ հայրանքների արդյունքում Եղինյանի արժանապատվությունը խոցվել է, ըստ ձեզ։ Չեմ կարող ասել։ Չեք կարող ասել։ Իսկ սպառնալիքը քանի անգամ է եղել։ Ես մի անգամ եմ լսել, որ վիզիտը փոխեմ, այդ եմ լսել մենակ։ Իսկ դրանից Եղինյանը վախեցել էր սպառնալիքը։ Չեմ կարող ասել։ Հա, բարձր չկա։ Պաշտպանության կողմի հարցեր։ Այ հարգելի նշեցիք, որ չեք կարող ասել Եղինյանը վախեցել է թե չէ, բայց այն ինչ որ sense վախի մտնոլորտ կամ տագնապահից ինչ որ բան մոտը նկատվեց, այդ սպառնալիքից Չէ, ես չեմ նկատել։ դուք չեք նկատել։ Այսինքն միջև սպառնալիք, միջև հայոց ինքը ոնց որ կար ըստ ձեզ
նույն բարքագիծները, այսպես ասած, որ բան փոխվեց մոտը։ Չէ, դες փոփոխման բան չեմ նկատել, ոնց կան նկարելու, որտես նկարում էր, նույն ձևը։ Գանի Հովհաննիսյան, չունեք հարց։ Չկա։ Իսկ այդ մասնավորապես ասեցիք արտահայտություններ, վիզիտ կտրեմ եւ այլն։ Տան ներսում է եղել Գանի Հովհաննիսյանը, թե դուրսն է եղել։ Չէ, հենց հարաթում էր։ Բացեզնի մեջ։ Չէ, Վիլակյան, Եղինյանը, տերանքը պատկերացնի, Եղինյանը դուրսն էր, չէ նկարում, դրսում հայաթում էր։ Գանի Հովհաննիսյանը տան պատուհանի մոտ էր, թե դուրս էր եկել դեռ։ Չէ, ինքը տանից։ Տանից պատուհանից։ Դա է ասում։ Տանից էր այդ խոսքը։ Իսկ հետո դուրս եկավ, հիշում եք թե ոչ դուք։ Չէ, դա չեմ հիշում։ Իսկ Գանի Հովհաննիսյանի ձեռքին հիշու առականներ, դանա, հավայր եւ մկա։ Ես ոչ չեմ տեսել։ Չեք տեսել։ Նաև ասացիք, որ Եղինյանը նկարում էր, նաև պաշտպանի հարցին պատասխանեցիք, այդ հոգեվիճակը Եղինյանի ինչ-որ այդ այն վախեցավ, որ ասեց որ վիզիտ կկտրի, ինչ-որ օգնություն խնդրեց իշխանության, որ կգա վիզիտ կկտրի, կամ ինչ-որ մեկին դիմի, կամ ոստիկանություն զանգի, կամ եթե ոստիկան կա ինչ-որ մեկին մոտենա, չկար նման բան։ Ձեր ասացություն դատանը համարում է ավարտած հաջողություն։ Դուրս եկեք մյուս վկայական հրավիրեք։ Ձեր անասկանում հայր։ Բաբոյան Սուրեն Բախուդարի։ Անձը հաստատում հաստատում։ Դատան եք ասենց անձը հաստատում հաստատում, անհետազոտես գարացում է ձեզ։ Դուք դատան հրավիրել եք հարցակցության, որպես վկա, ունեք իրավունքներ եւ պարտականություններ, մասնավորապես իրավունք ունեք դատան ներկայացան փաստաբանի հետ, եթե անհրաժեշտ դուք կգտնեք, իրավունք ունեք ցուցմունքներ տալ ծուտել համապատասխան փաստաթղթեր, ցավոտ դատականիստի արձանագրության այն մասով, որը գրավելի է ձեզ, ունեք պարտականություններ, դատականիստի դատություն պահպանեկարգու կանոն, տալ ցուցմունք, դատարանը բազմանում է ուսուցում ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական նույնիսկ 503-504 խմբաստերու սահմանված կարգով դատարանը բազմանում է, որ եթե կհնչեն հարցեր, որ ողջամտորեն կարող է վերաբերելի լինել ձեզ կամ ձեր մերձավոր ազգականներին, կարող եք այդ հարցերին չպատասխանել։ Պարզ է, պարզ։ Նաև դատարանը ձեզ տեղեկացնում է, որ դատարանը թույլատրել է, որպեսզի Եղինյանը ինքը իրեն տեսագրի, ոչ ձեզ, ոչ մյուսների, ոչ խնդրի տեսում եք դա այդ կապով։ Շատ լավ, այդ դեպքում եք ասեց արձանագրություն, այն բացարձակացրեք, որ ստորագրեք։ Ես ներքո իրավես կանչված լինելու Լոռու մարզի առաջինացիան ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ 065-601-25 քրեական գործով որպես վկա պատրաստվում եմ ցուցմունք տալիս, եմ ճշմարտությունը, որը ողջ ճշմարտությունը եւ չասել ոչինչ բացի ճշմարտությունից։ Բազ է, որ պետք է ճիշտ ասի, դրա մասին։ Ստորագրեք։ Ձեզ ուղարկված ցանցից արդեն սպառ է ինչ գործի շրջանակում է արտադրություն։ Շատ լավ։ Մեղադիա Գարնե Հովհաննիսյան, ճանաչում եք Գարնե Հովհաննիսյան։ Ճանաչում եմ։ Հարաբերությունները մի թաղամասում եք ապրում։ Իսկ հարևանական, հա, հարևանական։ Նաև Էրիկ Եղինյանն է վարչի շրջանում, որպես դժոխ է ճանաչված, ճանաչել եք վերջինիս։ Այո։ Հարաբերությունները ձեր հարևանական հարաբերություններ։ Շատ լավ։ Այդ դեպքում հարցերի միջոցով կսկսենք, քանի որ դժոխորի միջոցով եք հրավիրվել, Եղինյան, լսենք ձեզ։ Հարգելի վկա, խնդրեմ ասեք, թե իմ եւ Գարնե Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ դուք կոնկրետ ինչ եք լսել եւ ինչ եք տեսել։ Ես կոնկրետ իմ լսածները ես ինչ եք տեսել։ Որտեղ եք եղել, ինչ եք տեսել, ինչ եք լսել։ Ես նկատեցի ինչ-որ խառը իրավիճակ է, ասի իշտեմ մի թաղամասում ենք, սա տեսու ճանաչ մարդիկ ենք, ասի իշտեմ, եթե կարամ ինչ-որ բանով օգնեմ, հանդարտացնեմ, սենց ասած։ Տեսա նյութում էլ երևում է, որ ես ինչ-որ ժամանակ հետո եմ գալի այդտեղ։ Հենց որ ես իմ բանը չեմ լսի, ես որ ինչ պետք է լսածել եմ։ Երբ որ տեսանյութը նայեցիք լավ YouTube-ով, ասում եք տեսանյութը լավ։ Ինչ եք այդ ժամանակ տեսել, եթե հետո եք եկել, բայց տեսանյութը նայել։
տեսանյութի կարծիքը արտահայտեմ ես։ Տեսանյութը ինչ եք տեսել։ Երբ որ Կարծիքը արտահայտեմ։ Ոչ թե Իվարկյան, այդ տեսանյութը նայել եք ինչ։ Երինան Իվարկյան, դուք տեսանյութը նայելով արձանագրեք, թե որ պահին եք իջել եւ դրանից հետո նախ պատմեք, թե դուք ինչ եք լսել եւ ինչ եք տեսել։ Երբ որ իջել եք։ Այո։ Այդ լավ ներկայացրեք։ Ես եկել եմ Ամերիկա հեռախոսով նկարում էր։ Տես, դե շուրի խոչընդոտեր, ասեցի թարգիկ բան գնացի կամակից այդ գործում։ Հետո երեք ինչ-որ Գայանի հետ երեք շուր իրաց։ Ես շուր բան ասել, ես միջասել արդեն ես չեմ լսել, իրար ինչ են ասել։ Դուք լավ հարցեր չուզում Երինան, ավելի հստակեցող հարցեր տվեք։ Տեսանյութում ինչ եք տեսել։ Որ ասում եք տեսանյութը նայեցի, ինչ եք տեսել տեսանյութում։ Պատմեմ տեսանյութում ինչ։ Հա ինչ եք տեսել։ Ինչ վիրավորական արտահայտություն, հայհոյանք, սպառնալիք տեսել եք տեսանյութը, եւ ում կողմից են հնչեցվում, ում հասցեին։ Տեսանյութում երևում է հեռախոսով խոսում է, ես իմ կարծիքով եմ ասում, որ մարդ հեռախոսով խոսում է օրվակի։ Դու մոտենում ես, ասում ես, դու ես ասում, ինչ ես ասում, մարդն ասում է, քեզ ինչ բան է, իսկ ես բան ասում։ Մոտենալուց հետո է ինքը հայհոյում, ոչ թե մինչև մոտենալու։ Երբ որ մոտենում եմ իրան, հա, ասում ես, ինձ թվաց ինձ։ Ինքը դրանից հետո է ասում հայ։ Ասում եք ինձ ասեցի, ինձ թվաց ինձ ես ասում, այն մարդն ասում է, ես քեզ գործ չունեմ, ես քեզ բան չեմ ասում։ Դրանից հետո սկսում արդեն ինձ ուղղված հայհոյանքներ ասում։ Դրանից հետո գնում գալիս ես մարդուն մոդիկանում ես, ես երևի նյարդերի վրա ազդել ես։ Հա, բայց այդ ժամանակ լսել եք, որ Գայան Հովհաննիսյանը հայհոյանք է տալիս։ Չեմ լսել, հայհոյանք չեմ լսել Գայանից։ Տեսանյութը որ նայել եք այդ ժամանակ լսել եք, թե չէ։ Տեսանյութում լսվում է, թե լսվում է, լսես է լսած։ Ասեք չեմ լսել։ Ես անձամբ չեմ լսել, տեսանյութում է այդ հայ։ Համար հարցերը տվեք, այնպես Երինա, որ անձը ինչքանով է ներկայացնում, տեսանյութը ձեր միգուցե տեսել 20000 անձ, միգուցե։ Դուք ներկայացեք, թե կոնկրետ վկան, որ պահից սկսած, ինչ ա տեսել եւ ինչ ասել, ձեր հարցերը այդպես ձևակերպեք։ Երբ որ դուք եկաք դեպքի վայր արդեն, այդ ժամանակ հենց մի հատ հստակեցնենք, ինչ եք լսել ու ինչ եք տեսել, երբ որ արդեն ներկա եք եղել դուք։ Դե խառնաշփոթ իրավիճակ էր, ես չեմ էլ հիշում ինչ եմ լսել։ Տեսած է, տեսանյութում կա ովքեր են ինչ եմ տեսել։ Բայց ինչ եմ լսել, այդ ինչ չեմ կարող ասել, որովհետև խառը իրավիճակ է։ Իսկ այս անձը Ռաֆայել Պելիվանով նման անձի ճանաչում եք, ով որ այդ հայտանյութը բերել է իներով շենքի բաժանմունքը։ Ով է ինքը։ Մեր թաղամասի բնակիչ է։ Աշոտաբեր թաղամասի բնակիչ է։ Մի քիչ Գարադոկ կա։ Գարադոկ։ Կոմիկներ, հա։ Բայեմի Գարադոկ, թե Աշոտաբերքի կողքի Գարադոկ։ Աշոտաբերքի կողքի Գարադոկ։ Իսկ դերակ եք այդ հայտանյութը ում համար է ինքը բերել Ռաֆայել Պելիվանովը։ Սաժեցինության ոնց է այլ։ Չգիտեմ։ Դե իր ընկերուհի, հա, իր ընկերուհի։ Հա, ով ընկերուհին ով է։ Չգիտեմ։ Վկաներից մեկը ասեց ինչ որ Ոմն Օլյայի ծանոթ եք այդ ճանաչում եք։ Օլյան ճանաչում, հա։ Այսինքն այդ Օլյանը որտեղ է բնակվում։ Ում համար որ փայտը բերել է այդ Ռաֆայել Պելիվանովը որտեղ է բնակվում։ Նույն թաղամասը։ Չէ, ուզում եմ հասկանամ նույն հասցեում է բնակվում Օլյան ինչ հասցեն որ Գայանն է բնակվում։ Թե տարբեր հասցեներում են բնակվում։ Էրիկ ջան, հարցերը ես ոնց հասկանամ, նույն բաժեզդում են ապրում, տարբեր բնակարաններ եմ, ես չգիտեմ։ Պարզ է, պատասխանեցի։ Հարցը հետ դառնեք, նույն տանն են ապրում, թե ոչ։ Չէ, պատասխանեց վկան, լսեցի։ Լավ, այսքան հարց է։ Պարմատորական հարց ունեք։ Այո, դուք տեսանյութը ով է ձեզ ներկայացել, YouTube-ով եք դիտել, թե Էրիկն է ներկայացել։ Չէ, YouTube-ով։ YouTube-ով եք դիտել։ Այդ տեսանյութում սպառնալիք հիշում եք։ Որ ինչ-որ մեկին սպառնաց։ Հա, որ Գայանեն Էրիկին սպառնա։ Դե լսվում է, տեսանյութում լսվում է, ես չգիտեմ, նա սպառնալ է, եթե մարդուն գնաս ոնց որ ներվերի վրա ազդես, ներվայնացած մի բան ասի, եթե դա սպառնալ է, չեմ կարող ասել։ Լավ, իսկ այդ տեսանյութում հայհոյանքը հիշում եք։ Տեսանյութում։ Հայհոյան։ Գայանեի կողմից Էրիկին։ Դե ես չգիտեմ, այդ մարդիկ հայհոյան անում է, թե Էրիկին անում, դերում անում, ես չեմ կարող ասել։ Լսվում է, հայհոյան լսվում է, տեսանյութում հայհոյան լսվում է։ Քանի է հայհոյանք արել։ Չեմ հաշվել։ Չէ, մեկ թե մեկից ավել։
Երևի մեկի ծառա։ Երևի մեկից է։ Տեսանյութը կա չգիտեմ։ Լավ։ Իսկ դրա հետևանքով դուք Էրիկի վիճակը տեսել եք։ Էրիկի այդ արժանապատվությունը խոսքնակ խոցվել է հայրենիքի հետևանքով կամ սպառնալիքի հետևանքով։ Արժանապատվության վրա։ Խոցել է, աստվել է ինքը դրանից։ Դե աստվել է, հա, վերևին է որ աստվել։ Որ մի տղամարդ Որ աստված չտեսներ չերելի։ Դա հարց է։ Պաշտպանության տոմը հարցերն Այո, ավելի հարգելի վկա, իսկ սպառնալիք հետ կապված ըստ ձեզ նշեցիք հետո է, չէ՞, չէ՞, որոշակի գործողություններն անցնելան նորիկի չէ։ Եղինյանը ինչ կարգավիճակում է, վախեցած էր, ինչ էր, տագնապած վիճակում էր, եթե նկատել եք։ Դե, յուսին Եղինյանը իրան ինքը միշտ այս գործերի մեջ անում։ ինչ գործերի։ Ասես խառը գործերի մեջ է ինքը, թեկտեն վախեցած չէր ինքը, նորմալ։ Այսինքն դուք չեք զգացել, Ես չեմ զգացել ինքը վախեցած։ այդ սպառնալիքների չունեմ։ Լավ, եթե դուք ամեն դեպքում վերիշ եկա որ պահին եք իջել, արդեն այդ ձեզ եղել էր այդ սպառնալիք հայրենիքը որի չեն եկել։ Հա, այդ արդեն եղել է նորից։ Նորեկի չէ, ուղղակի նաև որ քանի որ տեսանկությունը դիտել եք, կարողանում եք նաև վերիշել, թե ինչ սպառնալիք եւ այլն եղել։ Իսկ երբ որ իջա կամ դրանից հետո քանի որ շենքում եք դրակում Գալի Հովհաննիսյանը ինչ-որ հետագայում կամ այդ պահին ինչ-որ որ ասած լինի, որ ասել են պետք է գնալ օրինակ, չէ, վիզ կտրել նման ինչ-որ արտահայտություն կա, այսպես է արտացվում, որ գնալու են նման բան անել, կամ պետք է անել, կամ չգիտեմ, դանագրսեն դրան անել, դե ինչ-որ հասկացա, չէ, մի փոքր ավելի հասկանալ ինչ-որ գործողություններ նաև արել է դրանից հետո։ Ոչ։ Այսինքն դա է եղել այդ ինչ-որ միջադեպ եղել է։ Իսկ Եղինյանը դրանից ելնելով ինչ-որ փորձում են մարդկանց դիմի ոլորտներ իսկան, չգիտեմ, մահազարգի կամ ոստիկանությունը, որ Չէ, իր վնաս կտան, չգիտեմ, չեմ կարող ասել։ Չէ, կարող ասել։ Դա նույնպես այլ հարցեր չունեմ, այդ դու տանած եք ավազ։ հարգելի վկա, ըստ ձեզ, եթե ես վախեցած չեմ եղել, այդ դեպքում ըստ ձեզ ինչ նպատակով եմ դիմել դատարան։ Նպատակը ո՞րն է։ Դե այդ պահին վախեցած ես քեզ չեմ տեսել, որ դու վախեցած։ Լավ, այն չի համարում դիմել դատարան։ Ես իմ երևի արժանապատվությանը դենք կպել, դու ինքդ կիմանաս։ Դե չգիտեմ, ուզում եմ ձեր տեսակետը Պետք է վախեցածներ նոր դիմես դատարան, ես այդ հա, ասենք պետք է Եթե մարդը վախեցած դիմում է դատարան, ուրեմն ինչ-որ մի բան ակնկալիք ունի, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները վերականգնվեն։ Ես Չէ՞, այդ նպատակով չի մարդը դատարան։ Ես հիմա վախեցած ես դու։ Այդ հարցը մեզ չեմ ուզում ինձ տակ, որտեղ դուք այդ իրավունքը չունեք ինձ հարցը։ Լավ, դե ապա դուք պատասխանեք իմ հարցերին։ Դուք պատասխանեք։ Նաև դուք ասեցիք Էրիկը միշտ խառը գործերի մեջ է։ Խնդրեմ հստակեցնել։ Չէ, ուզում ասել ինչ գործերի մեջ է։ Որևէ անցավոր կյանքում։ Չէ, ես նկատի չունեմ։ Անցավորություններ ասում ես նկատի չունեմ ինչ-որ անցավորություններ կամ քանի որ հանրայնացնում եմ ես YouTube-ում։ Չէ, ես այս դատավարությունը մարդիկ հիմա կմտածեն, Էրիկը ինչ գործերի մեջ է։ Դատական գործերի մեջ, դատական գործերի մեջ, ինչ նկատի ունեք, դատական գործերի մեջ բլոգեր ես, չէ՞։ Իհարկե։ Դատական գործերի մեջ։ Քո YouTube-ը մեջ է սա ասում, հա։ Արդարությունն է փնտրում։ Այսինքն այդ նկատի ունեք խառը գործերի մեջ ասում։ Հա, այդ նկատի։ Հասկացա։ Թերևս վերջին հարցը։ Իմիջալոց այս մարդը միակ վկանով, որ իսկապես իմ հարևանն է։ Մնացածը ոչ մեկ իմ հարևանը չի, չնայած բոլորը ասում են Էրիկի հարևանն է։ Կարող են հաջողել ոչ հարևան։ Լավ։ Չէ, միակ վկանով ապրեմ, չէ, մի հատ հարց ունեմ, ով որ հենց նույն շենքում ենք ես ուսում բնակվում, իմ դասընկերոջը եղբայրն է։ Так, հաջորդ հարցը։ Երբ որ դուք եկաք արդեն, որ ասեցիք, եկա որ հանդարտեցնեմ։ Այդ ժամանակ, երբ որ դուք ներկա եք եղել, լսել եք, որ հենց ես Գայանե Հովհաննիսյանին հայհոյեմ կամ սպառնամ։ Նման բան լսել եք։ Չէ։ Եղավ։ Ձեր ասակցություն դատան համոզում հաջողություն։ Հաջողություն։ Մենք որպես այդպեսի հարցախինեցինք Եղինյանի միջնորդությամբ հրավիրված 4 վկաների։ Տեսակ Եղինա, դուք ընդդում եք, որ մեկ վկա հրավիրենք, ցանկացած լիստի, բայց մենք 4 վկայի արդեն հարցախինեցինք։ Մեկը չի եկել, հիմա թույլ կտակ հայտարարություն։ Մեկի հետ կապված հրաշքնյան, չէ, դատային դիտարկում է դրանում, որ դուք ասում եք յուրաքանչյուր լիստի մեկ վկա է ծառայություն։ Դրա համաձայն։ Ամեն մեկը 20-25 րոպե է։
Այո, մենք ունենք ընդամենը մեկ վկայ ներկայացած Հրար, Երեմի, Թունյան ու վերաբերյալ ծանոթությունը վերադարձնել չի պահանջված նշումով։ Քանի որ ձեր միջոցությունն է եղել վկայ հարցակների ծանոթանալու խնդրում ենք չի պահանջված փոստային կանոնավորությամբ նշանակում է, որ հրաժարվել է ստանա առաքանի։ Դա է, նման դեպքում ագրվում չի պահանջված։ Այսինքն կան ինքը փողոցում մոտեցավ ինձ, բավականին բախվորած, խնդրեց, որ իրեն չներգրավել դատական քաշքշուկների պատմությունների մեջ։ Ենթադրում եմ այդ հանգամանքով պայմանավորված է, որ չի ներկայացել դատականին, սակայն միջնորդում եմ, որ բերում են ենթարկի դատաներ վկան, քանի որ ինքնից ներկայ եղել, կարծում եմ առանցքային վկաներից մեկն է։ Նաև դատանը փաստաթղթեր եւ պահանջել, փաստաթղթերի պատճեններն են ընդգծում տրամադրել։ Եկի բար վկայ հարցուցեք, սեթական։ Լսեք ունեմ ասում։ Պարոն Աթեվյան, վկայ հետ։ Թեմ արարքում։ Պաշտպանության վկային հարկադապար դատան ներկայացնել։ Դատան արձանագրում է, որ ծանոթությունով վերադարձնելու դատան չպայման նշումով, նաև ինչպես դժոր եղել հանձնել, նույնիսկ հանդիպել է, այսինքն քաջատեղյակ է դատական նիստի վայրի ժամանակի մասին, վերաբերյալ եկել այդ դատանին արձանագրելու, որ վկան խուսափում է ներկայանալ դատան, հետևաբար որոշում է կայացնում հարկադապար դատան ներկայացնելու մասին, հաջորդ դատական նիստում դատանը նաև ամենահավանացած շրջանակի վկայի հարցակնությունը։ Մեկ վկայ մնացել, դա արձանագրեցինք։ Դատանը նախ մեկ հանգամանք ևս թարգմանչի հետ կապված որոշակի փոփոխություններ տեղի ունեցել, մասնավորապես պաշտպանության կողմից ուղղված, դատանը այն կազմակերպության հետ որ թարգմանիչ է ներկայացել, այլևս չի համագործակցում դատական դեպարտամենտի հետ, հետևաբար դատան որոշում է կայացնում այն թարգմանչական կազմակերպության դիմել, ով որ կիրականացնի թարգմանչական գործողություններ եւ հնարավորություն ունենան փաստաթղթեր տրամադրելու նաեւ մեղադիանին։ Պարզ է։ Քանի որ այլ ընկերություններ իրականացնում, դատան նոր որոշում է կայացնում։ Սա կապված մեղադիանի օգտերի պաշտպանության հետ կապված։ Եվ նաև խափան միջոց կիրառել որոշում այդ պաշտպանության դեռևս չի ուղարկվել թարգմանված վիճակում, կուարկի թարգմանության որ կտարվադրվի Գալի Հովհաննիսյանին։ Այդ հանգամանքից բացի դատան ստացել Եղինյանի դիմումը, Հավիք Պարոշյանը ձեռնարկում մեղադիան Գալի Հովհաննիսյանի դեմ ներկայացված քաղաքացիը վարկությունների մասին Զորու բազենտարության դատանի որոշումը, երկու էջ խնդրում եմ սույն որոշումը կցել նշված Քյուբլեդը 06-50-25 իրական վարույթի եւ հետազոտել դատական նիստում։ Որոշումը հայտարարում վարույթների մասին որոշում է կայացվել, համաձայն որի Երևան հացակում է ներկայացել դատան դեմ Գալի Հովհաննիսյանին, պատիվ արժանապատվության հրապարակայնային վիրավորակ հանձնելու կապակցությամբ հրապարակայնային ներմուծում խնդրել պատահությունների եւ ոչ միտական մասի փոխհատուցման գումար բռնկազրույց պահանջի հետ կապված, ըստ էության արձանագրում են, որ հայտարարումը ընդունել է վարդ։ Սա է վաղն է դատական նիստը։ Ինչպես քաղաքացիով վաղն է դատական նիստը։ Դա դատանին գովարդի չի վերաբերում, չէ, ուղղակի տեղեկացնում են, ձեզ որ փաստաթուղթ կա։ Ասենք առաջ։ Լավ, եւ այդ դեպքում սույն դատական նիստին դիպլոմատիան պարտավոր է կանալ, սա քրական վարույթ է, անպայման պետք է ներկանալ։ Տեսված է գործի նյութը այդ փաստաթուղթը։ Եվ նաեւ դատանը որպես ապացույց Ստեփանովյանի քննչական վարույթից պահանջել է ներկայացնել փաստաթղթեր, բաժնի պաշտոնակատար, բազմաճանի կողմից դատարանի հասցեագրված գրությամբ տրամադրվել է գրություն ոստիկանության փոխադարձ Չիչյանի կողմից Ստեփանովյանի բաժնի պետ ուղղված քննչական բաժնի պետին ուղղակի Ստեփանովյանի քաղաքի աշխատանքի համասի տաշենքի 5-7 բնակիչ Իգոր Եղինյանի հավաքման վերաբերյալ կազմած փաստաթղթերը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։ Երկրորդ հացիատերոշն է դատախազին ուղարկվել է ի գիտություն։ Հաջորդը զեկուցագիրն է Ստեփանովյանի բաժնի ավագ տեսուչի կողմից բաժնի պետի զեկուցագիր զեկուցումների մասին 2025 թվականի հոկտեմբերի 28-ի ժամը 15-ին Հայաստանի Ոստիկանության նոր օպերատիվ կառավարման կետից ազանգ է ստացվել, որ Պելուզ 374-27-07-30 թվականին զանգահարել է Երևան եւ հայտնել, որ կողմից ֆայտերություն իրական ներկայացած ազանգով ոստիկանության ծառայողները ունեցել Ստեփանովյանի քաղաքի աշխատաբեր 9 հասցեր, որոնց ներկայացան Պինյոշեկի բնակչություններից մեկը իր հասցեն հնչեցել սպանության սպառակներ եւ սալական բույթի հայհոյանքներ, զեկուցողը վրա խնդրում է կարգադրությունը, զեկուցագիրը ներկայացված կրկին այս դեպքում Մարիկյանի կողմից ոստիկանության աշխատակցի նշված է, որ օպերատիվ կազմում են դեպքված եղել, Երևանի կողմից կատարված ազանգի ակնհայտել բաժնի նպատակով Մենքուրյանի հետ գտնվել է Ստեփանովյանի քաղաքի աշխատանքի փողոցի 9 շենքի բակում, նշված շենքի առաջին բնակարանի բնակչի Գալի Հովհաննիսյանի
որ լուսավորությունից նաև մեր բակի ուղղությամբ եւ Երևանի միջև ճամբարություն առաջացավ, որ դասում Հովանեսյան սպառած Երևան ասել որ դա ֆիզիկը փոքր նաև սարական բուտի հայրենիքին չծես դրա հասցե։ Հաղորդումը դուրս մասին արձանագրություններ համաձայն որի 2022 թվականի ժամը 10:30-ից Երևանը ոստիկանության համապատասխան բաժնում ներկայացել է հաղորդում հաղորդումը պիտի լսարանի նշված է, որ իր ձեռներով գրված հավելել, որ ագրեսիվ կինը ինձ անվանել է հայրանք է, հայրանքներ է նշել, ստորացել է ինձ, երկու թերթից է բաղկացած հաղորդումը, անձանկատացի գրված ճիշտ, որի ամաշնորակում է, վերաբերում է, ասենք դեպի հանգամանքներ որևէ, նաև ձեր հաղորդումն է, գալ է Հովանեսյանի ազնական տիրանի վերաբերյալ փաստաթուղթն է, հասցել է նշված, Ստեփանավան Աշնավետ փողոց շենքի բնակարան 1, Ծննդյան ամսաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանում, Մարիկյանի կողմից ներկայացված զեկուցագիրն է, նույնաբովանդակը ստեցակակին փաստված է, որ Երինյանն է հազանգել եւ հայտնել, որ հեչեցել է սպանության սպառայքներ եւ հայրանքներ եւ պարզելու նպատակով գտնվել է համապատասխան վայրում, Հովանեսյանը Երինյանը սպառնացել, ասելով, որ վիզիկոկի հայրանքեր հնչեցրել, արդեն հրապարակվեց մեկ անգամ ևս, Էլի Երինյանի հազանգի վերաբերյալ Բալյանի կողմից կազմված զեկուցագիրն է, որով արձանագրել է, որ Երինյանը հայտնել է, որ ուսուցած ամեն չեն մոտեցել իր հասցե, որպեսզի իրենց հաղորդում վերցնել, նաև հեռախոսագիր է կազմվել հոգեկան ներգործության վերաբերյալ Չեչյանի կողմից, արձանագրվել է Երինյանի կողմից ներկայացված հաղորդումը եւ վիզիկը փոքր վրայից արտահայտությունը, անձի տվյալներն են առկա, նաև նշել է, որ կարելի է որպես իրական Ստեփանավանի քիչական բաժնի քննիչի կողմից ներկայացված վարույթ նախաձեռններով կապված արձանագրվել է, որ Երինյանի կողմից իթիվը սարի արձանագրված է, որ Երինյանի կողմից ներկայացած հատուկ փաստում է այնպիսի դեպք գործողություն, որին գործառույթ են տրվել Հայաստանի Հանրապետության քիմիական ուժգին 104 հոդվածի առաջին մասով նախատեսված արգի նախնական իրավական գրահատական ըստ էության արձանագրվել է այդ հանգամանքը, պարզաբանվել իրավունքները եւ նաեւ նշել, որ չի փաստում այնպիսի դեպք, որին կարող է տրվել քիմիական ուժգի 297 հոդվածով նախատեսված արգին համապատասխան նախնական գնահատական։ Նաև գծված է մասնավոր վերադակով վարույթի Հայաստանի Հանրապետության քիմիական ուժգի իրավադրությունները։ Դատախազի կողմից քննիչին հասցեագրված գրությունը վերադարձվել է Երևանի հաղթման վերաբերյալ քիմիական վարույթի նախաձեռնելու մասին գրությունը, օրինականությունը հաստատելու բակագրությամբ, նաև պարզաբանվել է, որ Երևանի պարզաբանել են իրավունքները։ Նշված փաստաթղթերն է ստացվել Երևանի, սա ձեր մշտության հիման վրա է։ Նշված փաստաթուղթը մասնավորապես ոստիկանության քննչական մարմնից ստացված փաստաթղթերի ապացույցը կապացույցի դիրքորոշում ունեն կողմերը։ Ես միշտորում եմ, որ փաստաթղթերի ապացույց ճանաչվի եւ մեկ օրինակը պատճենի տեսքով տրամադրվի ինձ։ Ինձ է ես արտավարության պատճենը ինձ է տրամադրել։ Փաստաթղթերը ճիշտ հասկացա, չէ՞, ձեր զոր հաղորդումը ներկայացրել։ Հա, եւ ընդհանրակարգն որ ոչ չեն նախաձեռնել։ Թամրան դատանի հայցությունը, բայց ինքնազիքով իրականաշնչություն է դեպքի Դատանը արձանագրում է, որ դատան ներկայացված փաստաթղթերը ծրտիկ ներվաշի շրջանակներից դուրս պարունակում են փաստաթղթային գրավումներ, որոնք կարող են նշանակություն ունենալ արդյունք գործի համար, ապացուցողական, ուստի դատանը որոշում է ճանաչել արտավարական փաստաթուղթ եւ գծել գործի նյութերը, նաեւ պատճենները ընթացքում կտրամադրվի կամ համապատասխան գրությամբ կուղարկվի կողմերին կամ այո դատական Դեկուսարու դատական Չէ, դե միգուցե շուտ ժամանակային առումով Երևանը այլանդերի ունի դրա համար։ Ամեն դեպքում կտրամադրվեն փաստաթղթերի պատճենները։ Մենք փաստացում ենք մեկ վկա մնացած մեկ վկա չարձակնվել, դատան արդեն կազմելես, որ պետք է միջոցներ ձեռնարկի։ Եթե այդ միջոցություններ կան գործի ողջունության սահմաններն ժամկետին կապված, լսենք, եթե ես չունենք։ Երևան ունենք, լսում ենք։ Հիմա խնդրեմ նաև ասեք էլի, քանի որ ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությունը, այդ Ռաֆայել Պելիվանովի ինքնության վերաբերյալ որևէ գրառում կա, այդ պարունակվող, որ որոշեմ ինչ բնույթություն եմ ներկայացնում դատարանում։ Այդ դեպքում, քանի որ դատարանում բարձրացված վկաներից ըստունքներով փաստվեց, որ այդ դեպքին ականատես է եղել նաև Ռաֆայել Պելիվանովը, որի ինքնության վերաբերյալ ես որևէ տեղեկություններ չունեմ, ընդհանրապես ասվեց, որ բնակվում է Շտաբեր թաղամասի կողքին գտնվող Վայնի գարադոկում, բայց թե
կոնկրետ որ վագոն դնակում, այդտեղ վագոն դնակներ են, կոնկրետ չեմ կարող ասեմ, դատարանին հիմա միջնորդում են ոստիկանության միջոցով, այսինքն ոստիկանություն գիտություն հաստատելու միջոցով, բարձր այս վկայի ինքնությունը բարձր, աշխարհման վայրի եւ բնակության վայրի հասցեն բարձր եւ միջնորդում են հաջորդականիստին, վերջինիս նույնպես որպես վկա հարցաքննվելու համար հրավիրեք դատարան Ռաֆայել Պելիվանովին, նաեւ դատարանին խնդրում եմ նաեւ ինձ տրամադրել ողջամիտ ժամկետ, ես ցանկանում եմ դատարանում ներկայացնել դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդություն, որպեսզի փորձաքննություն նշանակվի վկաներ Մանվել Մելքումյանի եւ Արման Մանուչյանի նկատմամբ, քանի որ որոշակի հակասություններով պայմանավորված ես կասկածի տակ եմ դնում վերջինիս ցուցմունքների իսկությունը, ուստի վերջինիս ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու համար է անհրաժեշտ նշանակել դատահոգեբանական փորձաքննությունը, նաեւ միջնորդում եմ նաեւ հենց իմ նկատմամբ նույնպես նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, ոչ թե իմ ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու համար, այլ որպեսզի փորձաքննությամբ պարզվի թե իմ պատիվն արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու դրա ճանապարհով կոնկրետ ինչպիսի վնաս է ինձ պատճառվել կամ առկա իրավիճակում կարող էր արդյոք այդ արտահայտությունները Մեղաթյար Կարեն Հովհաննիսյանի կողմից իմ հասցեն հնչեցված այդ սեռական բնույթի արտահայտությունները կարող էին արդյոք պարբերաբար նվաստացնել իմ պատիվն արժանապատվությունը, դրանք փորձագետի կողմից բացաբանման ենթակա հարցեր են, հենց այդ հանգամանքով պայմանավորված եմ ուզում այդ միջնորդությունը ներկայացնել Խնդրեի դատարանին ինձ տրամադրել ողջամիտ ժամկետ, որպեսզի այդ փորձաքննությունը նշանակելու համար ես հաջորդ դատականիստին հանդիսանում եմ միջնորդությամբ եւ բնականաբար իմ միջնորդության մեջ արդեն հստակ կշարադրեմ փորձագետին ուղղելիք իմ հարցադրումները, գրավոր հարցադրումները։ Դուք տեղյակ եք, որ պետք է գրավոր միջնորդություն ներկայացնեք։ Օրենքի պահանջն է դա։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Գրավոր պետք է դրամադրեք, նստեք, քննարկենք ընդհանրապես վկա վկայի ինքնությունը Կայլա փաստել որ վկայությունը բարձր, քանի որ հայրանում չկար ազգանունն որպես այդպեսին արձանագրեցին, այնքանով որ հնարավոր եղավ ընկալելու։ Դուք բանով եք։ Ես միանում եմ։ Միանում եք։ Միանում եմ։ Պաշտպանության կողմը Mēs dādām պետք է դինի ոստիկան։ Այդպես է ստացվում։ Հարկերի դասան գտնում եմ որ կողմը, եթե կողմը միջնորդում դի հստակ անուն ազգանուն հասցե։ Ինչի է դեպքում որ դատարանը որոշի բավարարում միջնորդությունը թե ոչ, բայց այն որ դատարանը պետք է ասենց ասած ոստիկանության դինի հասցեն ճշտել այդ կապված գտնում եմ որ միջնորդությունը հիմնավոր չի։ Դատարանը քննության առանցքում վկայի ինքնությունը բարձելու, վկայի հասցեն նաև հայրանունը բարձելու եւ դատարանեկացի վերաբերությունը սունդերքում ենթակա է մերժման, քանի որ դատարանը նաև դատարանական ընդունելի է նաև արմունկային դիրքորոշումը եղինան, քանի որ դուք պետք է ներկայացնեք կոնկրետ հարցաքննվելի կանձի վերաբերյալ անձնական տվյալները, անուն ազգանուն հայրենու եւ բնակության հասցեն, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ծանոթել։ Դատարանը քրեական հետապնդման մարմին չի հանդիսանում, հետեւաբար որպես այդպեսին այդ ոլորտում համապատասխան ռեգլամենտներ իրականացնելու իրավասություն կատարելը չի բխի նաեւ սույն մրցակցության սկզբունքներից։ Հետևաբար սունդերքում միջնորդությունը մերժվում է, եթե կներկայացնեք այդ տվյալները, դատարանը կրկին կքննարկի, քանի որ դուք զրկված չեք կրկին անգամ ներկայացնելու համապատասխան միջնորդությունը նոր տվյալներ ձեռք բերելու պայմաններում։ Ինքնությունը բարձր կներկայացնեք։ Կներկայացնեք այդ դեպքում դատարանը կքննարկի, քանի որ ինքնությունը պարզ չէ, դատարանը գտնում է որ տվյալմիջնորդությունը սունդերքում ենթակա է մերժվում։ Եվ քանի որ Եղինյանը միջնորդություն ներկայացրեց, համապատասխան փորձաքննություններ ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու դատարանը որոշում է նախնիսել պաշտպանության կողմի դիրքորոշումը նաև իր դիրքորոշումները զուտ ժամանակ տրամադրելու կապված է։ Փորձաքննությունը նշանակել կապված խնդրել ժամանակ, որպեսզի իր միջնորդությունները ներկայացնի։ Այդ դեպքում դատարանը որոշում է տրամադրել ժամանակ Եղինյանին, որպեսզի ներկայացնի միջնորդությունները, որից հետո նոր դրան հնարավոր կլինի քննարկել նշված հարցը։ Ուստի վերաբերյալ պայմանավորված դատարանը որոշում է դատականիստը դիտաձգել Դες քանի օր ժամանակ անհրաժեշտ կլինի Եղինյանը, որպեսզի Սավաթելի մյուս դատի հետ կապված է դիսկ ունենք չեմ։ Մյուս դիսկի օրվա հետ կապված ազատանորը չեք կարող նշանակել։ Ինչպես Սավաթելի դատի օր է, նույն դատը կարող է։ Հիմա նայենք մեկակամիկս Եք Սավաթելի նշան։ Կարծեմ 27-ին ապրիլի 27-ին է։ Դուք նշեցիք, որ առողջական ինչ-որ խնդիրներ ունեիք անձնական այս ժամին էլի կեսօրից հետո։ Ես դեռ չունեմ կեսօրից։ Առավոտյան ժամին էլ ընդհանրապես հարմար չի։ Եղինան, ժամը 12-ին անցնել ժամը։ Եթե մենք քննարկել ենք զուտ միջնորդությունների հարցը եւ մեկ վկա, մենք կարող ժամը 11:00-ից սկսենք
Եվ 12:00-ի շարունակենք մյուս Գոնե 12-ին 27-ին ժամը 12-ին անա, նա նա 12-ին։ Սա 11-ին։ 27-ին ժամը 11-ին։ Այդ դեպքում դատարանը որոշում է դատական նիստերը հետաձգել եւ վերանշանակել 2026 թվականի ապրիլի 27-ին ժամը 11:00-ին։ Դատական նիստը հայտարարում է փակված։ Հաջողություն։ Բաժնի բաժինները տվեց, Ստեսություն դες։ Արամ սպասի գալիս են։ Ես կողքն եմ։